Ողջույն բարեկամներս, ես այսօր տեսա մի տեսանյութ, որի մասին անպայման մենք խոսենք հաղորդման ամենավերջում, որը ինձ ստիպեց վերանայել այս ամեն ինչը եւ որոշում կայացնել, որ մենք գնում ենք առաջ, անկախ ամեն ինչից, որ ոչինչ վերջացած չի եւ մեր կռիվը պետք է շարունակենք։ Այդ տեսանյութին ես կանեդառնամ ամենավերջում։ Ինչպես գիտեք, ես ամենալավ բաները պահում եմ ամենավերջում։ Իսկ հիմա ձեզ ուղղակի հիշեցնում եմ, եթե ուզում եք աջակցեք ալիքին, կարող եք մեզ հետևել Patreon-ում, լինքը կա ներքևում դրած, կարող եք օժանդակել նաև անհատական ձեր ներդրումներով, խոսքով կռիվը շարունակվում է, մենք պիտի ապրենք ու պիտի վերականգնենք մեր Հայաստանը, այնպես ինչպես մենք ենք ուզում։ Ուղղակի ուզում հիշեցնել, որ հին բարի խորհուրդն ասում է, պետք չի թերագնահատել հիմարներին, մանավանդ եւ իրենք հավաքվում են մեծ քանակությամբ։ Պետք չի թերագնահատել իրենց։ Իրանք կարող են լուրջ ավերածություններ բերել ցանկացած երկրի։ Ու դա Երևան, Հայաստանի վրա կարծում հստակ երևում է, որ ոչ մեկի մոտ կասկած չի թողում, թե ինչ կարող են անել մի քանի 100,000 այդ որակի մարդիկ, երբ որ հավաքվում են միտեղ, այդ չեմ ասում, երբ որ իրենց ձեռքն կա իշխանություն եւ մեդիա։ Կարող են այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, բերել այն վիճակին, ինչ 18 թվականից բերեցին առայսօր։ Այսպիսի մի նորություն է տարածվել, որ ուժեղ Հայաստան դաշինքի հետրաժամ ցուցակի 105 տեխնացու ինքնաբացարկ է հայտնել։ Եվ այստեղ ինքնաբացարկ հայտնածների անունները բոլորը կան, թվով 105 հոգի։ Եվ ինքնաբացարկի հետ տրված եղել նաև նոտարական հաստատվող, որը ասում է, որ այս ինքնաբացարկը ճշմարտություն է։ Ես փորձեցի ավելի մանրամասն բացատրություն գտնել, թե ինչ է սա արդյոք մանդատներից հրաժարվելն է, որը փաստացի մանդատներից հրաժարվելն է, բայց ինչի այս մասին պաշտոնական հայտարարություն չկա, ճիշտն ասած ես չեմ կարողանում հասկանալ։ Բայց չեմ էլ կասկածում, որ հետքը սուտ չեն գրի, որովհետև այս կատարվել է այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է, որ հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 26 թվականի հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի հերթական ընտրությունների մասնակցեց ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորների ցեկնածուների կողմից կենտրոնական հանձնաժողով ներկայացված թվով 105 տեխնացուների գրանցումները դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել ու ոչ մի հայտարարություն ուժեղ Հայաստանից, որ մենք հրաժարվել ենք փաստորեն մանդատից, որտեղ առ այսօր ուրիշ բանի մասին է խոսացվել։ Իսկ ես ամեն օր իմ ելույթների ժամանակ ասում եմ, քանի դեռ չեն վերցրել մանդատը, ուժ չի հրաժարվել, որտեղ մանդատ վերցնել նշանակում է ստորագրել սեփական կապիտուլյացիայի տակ։ Ընդ որում պետք է ասեմ, որ նույնիսկ երբ որ նայում եմ ռուսական ընդդիմության, ասենց ասեմ, ջատագովների վերլուծությունները քաղաքական մի քիչ ակտիվ մարդկանց գրեթե մարդ չկա, որ կողմը այդ մանդատները վերցնել, այսինքն մանդատները չվերցնելու շուրջ նույնիսկ իրանց, ասենց ասեմ, ճակերտավոր փորձագիտական համայնքում կա կոնսենսուս, որ չվերցնել։ Ինչքանով հասկանում մանդատները վերցնելուն կողմ էր մենակ Նարեկը, երևի տենց հրաման կա, եւ գուցե այն մարդիկ, որոնք խորհուրդ են տալի նեղ շրջանակներում վերցնել։ Բայց հուսանք, որ հետքը կատակ չի արել, ես չեմ կասկածում, որ սա ճշմարտություն է, ես հետքի պրոֆեսիոնալիզմի վրա գետ վարկյան չեմ կասկածում, ուղղակի տարօրինակն այն է, որ ամբողջ 24 ժամ ես սպասեցի որևէ հայտարարություն։ Ես այդ մասին նույնիսկ վիդեո չեմ արել կարճ։ Թվում էր, թե սա այսօրվա ամենակարևոր իրադարձությունն է։ Բայց ոչ մի հայտարարություն չեղավ հետքի այս հոդվածից բացի։ Բայց դա փոխարեն եղավ այլ բան, որը շատ տրամաբանված է այս համատեքստում, որ Նարեկ Կարապետյանի դեմ քրեական գործ է սարքվում պրոցեսի մեջ, ստեգրվածում հարուցվում է, բայց եւ հարուցվել է ու սարքվում է, հիմա ինքը դες պրոցեսի մեջ է եւ միջնորդություն է ուղարկված
այս գործին ընթացք տալու համար։ Ես Նարեկ Կարապետյանին երաշխավորում եմ, Նարեկ Կարապետյան, եթե դուք նույնիսկ խելոք գլուխներդ կախ գնաք ծառայեք Նիկոլ Փաշինյանին, դուք չեք ուղղակի հասկանում ով է Նիկոլ Փաշինյանը, դուք թերագնահատում եք ինչ է նշանակում, երբ որ մի քանի 100,000 հիմար հավաքվում է իրար գլխի։ Դուք թերագնահատում եք Նիկոլի ունակությունները։ Դուք չեք հասկանում երևի սա ինչ տեսակ է, հա։ Սա ամենավախկոտ, հետևաբար ամենավտանգավոր տեսակն է։ Ես կարող եմ ձեզ երաշխավորել, հարգելի ընկերներ, երբեք մի վատ խեցեք, նույնիսկ այն թշնամուց, որը ուժեղ է։ Ուժեղ, բայց նույնիսկ թշնամին ինքը կանխատեսելի է։ Միշտ զգուշացեք ամենավախկոտներից, որովհետև դրանք ինչ անում են, իրենց վախից են անում։ Ծառուկյանի վրա հարձակումը, առույցների սպանդը, կենդանիների սպանդը, այս այլանդակությունը, որ կատարվում է, սրանք վախից է։ Վախից ոչ մի հաղթած ուժեղ մար իրան սենց դիժվածքի նման չի պահում։ Ուրիշ բառ չկա սրան։ Չկա ուղղակի, սենց չեն պահում։ Ուժեղ մարդիկ սենց չեն պահում, հաղթած մարդիկ իրենց սենց չեն պահում։ Հոգեբանորեն, այս ինչ որ տեսնում ենք հիմա, սա պարտվածի, թույլի, վախից կատարված գործողություն են։ Ու այս ցիկլի մեջ անկնելու նաև եւ Սամվել Կարապետյանը, եւ Նարեկ Կարապետյանը, եւ բոլոր այդ նրանք, ովքեր նույնիսկ կես տոկոս վտանգ են ներկայացնում, այսինքն հանկարծ կարող է պոտենցիալ թեկնածու լինեն, կամ հանկարծ կարող է պոտենցիալ առաջնորդ լինեն, նույնիսկ Անդրանիկ Թևանյանի մակարդակին, պատկերացրեք։ Անդրանիկ Թևանյանը ինքը սուպեր դեմք չի եղել երբեք, բայց նույնիսկ ինքը պոտենցիալ վտանգ էր ներկայացնում Փաշինյան Նիկոլի համար։ Հետևաբար, եթե դուք հանկարծ վերցրեցիք, դուք կոդացեք։ Պատգամավորական անձեռնմխելիությունը ձեզ չի փրկելու, դատախազը այդ հարցը լուծելու ձևը գիտի։ Վստահ եղեք։ Եվ սպասում եմ ձեր հայտարարությանը ինչ է նշանակում այս հետքի տպած հոդված։ Մյուս կարևոր նորությունը Իրանը տրիպի շրջանակներում նորից հայտարարություն արել։ Ընդ որում պետք է ասեմ, որ հետաքրքիր է, որ այս մասին հարցազրույց է տալի Իրանի դեսպանը Հայաստանում։ Այն պարագայում, որ Փաշինյան Նիկոլը, հիշում եք, չէ՞, ընդամենը մի քանի օր առաջ էր Խամենեիի թաղման կապակցությամբ գտնվում էր Իրանում։ Ինչ է կարծում, այնտեղ 1 ժամ, 2 ժամ ժամանակ չկար հանդիպելու, ում որ պետք էր։ Կար, վստահաբար։ Բայց թողեցին եկավ Հայաստան, եւ 2-3 օր հետո Հայաստանում Իրանի դեսպանը նորից հիշացնում է իրենց մտահոգությունների մասին եւ կոնկրետ ասում է, որ Իրանը անհանգստություն ունի սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ, որ դրանք շատ լեգիտիմ են եւ տրամաբանական, եւ այդ անհանգստությունները պետք է հստակ պատասխան տրվեն։ Այսինքն մի բան ինչ է նշանակում, պետք է հստակ պատասխաններ տրվեն։ Այսինքն ինչ որ միջև հիմա տրվել է, գրեթե 10 ամիս, օգոստոսի 8-ից առ այսօր հստակ չի եղել։ Արդեն 11 ամիս, ուղիղ 11 ամիս Փաշինյան Նիկոլը չի կարողացել սրան բոլորին, ընդ որում իրանական կողմին, հստակ պատասխաններ տալ։ Ինչ է նշանակում հստակ, այսինքն ստեղ ասելուց հետո չգնա ուրիշ բան ասի այնտեղ։ Իրեն ասում են դու 11 ամիս մեզ խաբել ես, եկել ես, խաբել ես, խոստացել ես մի բան, գնացել ես Ռուսաստանում, այլ բան ես խոստացել, Ամերիկայում այլ բան, Եվրոպայում այլ բան, Ադրբեջանի եւ Թուրքիայի մոդել լրիվ այլ բան։ Եվ Իրանը ասում է, պիտի դու հստակ պատասխանես այս հարցին։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով ԱՄՆ-ի ներկայության արդյունքում Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծի, այսինքն։ Պատկերացնեք ինչ ասում սա։ Սա նույնը իր հետևորդներին է ասում, որ այս տարածքները ոչ տվել ենք, սա իրեն թվում է ինք իր հետևորդներին է հետ է խոսում, էլի, ասենք մենք երեխեքին տարել ենք, սպանել ենք անկախության համար, բա։ Հա, մենք Հայաստանի տարածքները զիջում ենք ուժեղ պետականության համար, հա։ Այսինքն ինքը մտածում է, եթե իր նախիր իրեն հավատում, հա, ինչի նույն բանը չասել իրանցիներին։ Իսկ իրանցիներն ասում են տղա ջան,
Մենք քո նախիլը չենք։ Չի կարող այնտեղ ամերիկացի լինել։ Երևի պարզ չես հասկանում քեզ ինչ ենք ասում, հա։ Ինչի արդյունքում ինչ են ասում։ Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջանական իրան ողջնելուզը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն եւ պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերի եւ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքների։ Իսկ ինչ պետք է ասի։ Փաշինյան Նիկոլի ասում դու, սրանք նույնիսկ ինչ ասեմ ձեզ, հարուց չեն կարողանում տեղափոխել։ Կամ տեղափոխելուց սպանում են։ Ինչ սրանք բաներ պետք է տան, երաշխիքներ։ Իրանք ով են, որ Ամերիկայի փոխարեն երաշխիքներ տան։ Ուստի կարող ենք ասել, որ Իրանը իր կողմից շարունակ քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար, հիմա փաստաթուղթ է մշակվում, իդեպ այս պայն աշխատում ենք փաստաթղթի տեսքի վրա, այն գտնվում է կազման փուլում եւ հույս ունենք, որ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք եւ սկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ։ Իրանը մեծ սիրով ողջունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրենք այս փաստաթուղթը։ Այս հարցով կարծում եմ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններին եւ նոր պատուհան կբացվի համագործակցության, այդ թվում քաղաքական, անվտանգության, պաշտպանական ու տնտեսական ոլորտում։ Էլ ուրիշ ինչ ասի, այ վիժո, արի, ես մենք այս ամեն ինչը քեզ կապահովենք։ Ես դրա համար եմ ասում, եթե կան Հայաստանում իհարկե անտիմադիլոցիչներ, կուսակցություններ, ցեցեք Իրանի դեսպանատան դռները։ Թող իրանք տեսնեն, որ Հայաստանում մարդ կա քաղաքական, շնչավոր էակ կա։ Նիկոլից բացի իրանք գոնե կարող են խոսել ինչ-որ մեկի հետ։ Ասեն, գիտեք ինչ, կներեք էլի, որ սա է այսօր ներկայացնում, ստիպված եք սա հետ խոսալ, բայց մենք ընդունում ենք ձեր առաջարկը։ Ուղղակի այսօր իշխանություն չենք, բայց իմացեք, որ Հայաստանում հասկանում են այս ամեն ինչը։ Չգիտեմ, անող եղել է թե չի եղել։ Այսօր մի խայտարակ ձայնագրություն տարածվեց, առավոտվանից հնարավոր բոլոր տարբերակներն արդեն լսել եմ։ Էլի չանդրադարձա իմ կարճ տեսանյութերի մեջ, որովհետև ես սպասում էի հերկման, ես սպասում էի, որ ինչ-որ մեկը բացահայտելու է, որ սա սարկած է, սա նման բան չի եղել եւ այլն եւ այլն։ Դե անցավ 24 ժամ եւս եւ կարելի է արդեն ասել, որ այո, նման խոսակցություն եղել է եւ այո, ռուսական բնականաբար FSB-ի աշխատակիցները բումորեն արել զանգել են ԵԱԿ գլխավոր քարտուղարի, որը թուրք է, եւ խոսակցություն են ծավալել իբր Նիկոլ Փաշինյանի անունից, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարցնում է, դուք կօգնեք մեզ, կսատարեք մեզ, որ մենք փոխենք կրոնը, տեսեք ոնց է ձևակերպում, եւ հեռացնենք կաթողիկոսին, փոխենք կրոնը եւ հեռացնենք կաթողիկոսին, որին դրական պատասխան է տալի թուրք ԵԱԿ գլխավոր քարտուղարը։ Ստեղ ինչու եմ շեշտում թուրք բառը, որովհետև ես վստահ եմ, որ ինքը այդ պատասխանը տվել է ոչ թե ԵԱԿ գլխավոր քարտուղար, այլ որպես թուրք, որը համել ԵԱԿ գլխավոր քարտուղարը։ Ես ստեղ չեմ ուզում Եվրոպային ինչ-որ սպիտակեցնելու փորձեր անեմ, բայց պետք է ասենք այն ինչ որ կա փաստերով։ Որովհետև ես չգիտեմ, եթե այս պարագայի ԵԱԿ գլխավոր քարտուղարը լիներ, ասենք ֆրանսիացի, ինքը պետք է ասեր հա, հասկանալու հանդերձ, որ սա հանցագործություն է, բայց կարևոր է քարտուղարը թուրքը իր համար էական չի հանցագործությունը, թե չէ, որովհետև սա իրենց թուրքական ծրագիրն է, ինքը հստակ ասել է, խնդիր չունեք, ասեց, խնդիր չունեք, մենք ամեն ինչով պատրաստ ենք ձեզ օգտակար լինելու միջազգային հարթակներում այս հարցը լղոզելու համար։ Եվ բնականաբար սա հերքելու փոխարեն որոշեցին ինչ անեն, բացատրություն տալ եւ քթան եւ ամենաչակերտավոր հեղինակավոր մեկին, հեղինակություն ունեցող մեկին, Վազգենի քրոջը, որը այսպիսով ասում է Մոսկվան ուղերձ է հրում կաթողիկոսին, որ ակնկալում է ավելի ակտիվ հակադրության մեջ մտնի իշխանությունների հետ։ Սա դե հասկացեք 4 դասանի կրթության բոլոր տեսակի
հաստաղիկները ակտիվ մտած դուրս եկած, իր երեխեքի, ծնողների, եղբոր հիշատակը, ապագա փողերի հետ կամ ներկա փողերի հետ արդեն բազմակի անգամ փոխած Արամ Սարգսյանը հազիվ էլ կարողանար ձևակերպել այսպիսի մի նախադասություն։ Ինքը փաստորեն չի ասել, որ իհարկե թուրք նախագահը պատրաստ է փաստորեն հանցագործություն դա, դա չի խնդիրը։ Ինքը փաստորեն ասում է, սանո Մոսկվան ուզում է կաթողիկոսին մեսիջ ուղարկի։ Մոսկվա եթե կաթողիկոսին մեսիջ ուղարկի, հեռախոսը կվերսի կզանգի կաթողիկոսի։ Տխմար։ Այս այն բան հասկացա։ Եվ ընդհանրապես սրանց զարմանում եմ, որ սրանց հարցազրույց են վերցնում։ Տեսեք, 0.01% ձայն ունեցող հեղինակություն ունեցող մարդուս պետք չի հարցազրույց վերցնել։ Նույնիսկ եթե նա եղել է ժամանակի Վազգենի քուրը։ Պետք չի որ հասկացեք, խնայեք մեզ էլի։ Բայց դե եթե ուզում եք իշխանական մեկին գտնեք, որ ինչ-որ կարծիք պետք է ասի, գուցե ինքն ամենախելոքն է ու սա էլ իր պատասխանն է։ Եվ այսպես սրան եւ սրա քույրերին նույնը Բաբաջանյան Ալմանկա, Շիրիմյանը, այսօր ընկերս էր գրե, ասում է դու հասկանում ես Վարդան ջան, ոչ ես մոռա։ Ես մոռացել էի Շիրիմյանը Ժողովուրդ ջան, այսօր քրիստոնյա դեմոկրատական կուսակցության բանն է, չէ՞։ Մեծագույն հավատացյալն է։ Սա երկար տարիներ աթեիստ է եղել, աթեիստ։ Դասախոս աթեիզմը դասավորում դե, փաստորեն համասարում կարծեմ։ Միանգամից այսօր պետք է հավատացյալ է։ Ընդ որում հավատում է մենակ Նիկոլին։ Ինքը ասում է Աստված, եթե Նիկոլին։ Բեղոսկով դե բաում խոսացնեին դրան կամ Բաբաջանյան Արմանին ինչ տարբերություն դրանց մեջ։ Հասկացեք մտավոր մոտարապես ունակությունները սրած։ Եվ արձանագրենք ուղղակի։ Արձանագրենք ինչ կա այսօր իդեմս Եվրոպայի։ Այս թուրքն է Ուրսուլա ֆոն դեր Լայն, որը նույն թուրքն է, փաստորեն, եթե գործողությունները վերցնենք, ոչ թե ազգային պատկանելությունը էլի։ Նույն հանցագործը, սա եւ ես ուզում եմ տեսնեմ այն մարդկանց մոցավառվող դեմքերը, որոնք ուզում են տանեն Եվրոպա։ Դե երևի ինքը արդարացնելու համար ասել է սա հատուկ սարկացա Կրեմլի կողմից։ Իհարկե սարկացա Կրեմլի կողմից, բայց պատասխանողը եղել է Եվրոպա ԵԱԿ-ի առաջնորդը, տխմար։ Այս լսենք։ Միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում է։ Նրանք մեր Ղարաբաղի Ինչ է կարադացած դրել։ Չեմ հասցնում հետևել ինչ։ Ադրբեջանը թուրքական հերոսակախմբերի մասին է։ Հա, ինչ։ Նրանց նպատակը հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը։ Լսում եմ, ուզում եմ հասկանալ ինչ եք ուզում ասել եւ ինքը իր լսումը չի հասկանում ինչ է ուզում ասել։ Ինքը խոսում է ռուսական, թուրքական, ադրբեջանական հերոսակախմբերից, ուզում են Արցախը խլել։ Ինքը չի հասկանում, ասում են եւ տեսնեք ինչ է ասում Քրիստինը։ Այստեղ ասում եք, որ ադրբեջանա-թուրքական հերոսակախմբերի նպատակը մեզ բնաջնջելն է, ցեղասպաներն է, նրանք այնպես չի, որ Արցախով բավարարվելու են եւ կշտանալու են։ Հիմա մեզ գրիփ հակառակն եք ասում, հիմա մեզ ասում եք, որ նրանք խաղաղություն են ուզում, նրանք ուզում եք համոզել, որ մեզ իրենք իսկապես խաղաղություն են ուզում։ Դուք ձեր ո՞ր ասածն եք հավատում, այն ասածին, թե այս ասածին։ Եվ Միջև ինքը կպատասխանի, ես ասեմ։ Իրան հետևողները մեկ է։ Իրանք չեն լսում։ Լուրջ իրանք չեն լսում։ Միևնույնն է նա ինչ ասեն ժամանակ, միևնույնն է ինչ ասում հիմա, միևնույնն է ինչ ասելու վաղը։ Գիտեք ինչի, որովհետև սրան աջակցում են ոչ թե գաղափարի համար, սրան աջակցում են աջակցողների իրական, վարձկանների մասին չի խոսքը, ոչ էլ վախեցածների, որ պատերազմ չլինելու պատճառով ընտրեցին։ Սրան աջակցում են նրանք, ով իրենց են տենում իրանց մեջ։ Ձեզ վստահեցնում եմ, ես դա կարող եմ ապացուցել։ Երբ որ դուք կարդում եք իրանց գրառումները, դուք հասկանում եք, դրանք պոտենցիալ բոլորը Նիկոլ են, որի բերանը բացումը ձեզ կթվա ունիտազի տափարիչը չի փակվել, բաց են թողել, ու երկար ժամանակ դա տես մնացել է։ Այդ որով ես սոսկում եմ, սարսափում եմ, որ տենում եմ դրա հետևը կանգնած է, ոչ թե ինչ-որ քրտնքաշ փնթի տղամարդ ծխախոտը բերան ասենք, որ 1000 տարի չի լողացել, անգյալ միտեղ շպրտած է մի պատի տակ, ոչ թե տենց մեկն է, այդ տեսնում կինը։ Այստեղ իմ
իմ երևակայությունը ուղղակի հանձնվում է, որ կինն է բերանը բացում ու դա է դուրս գալիս։ Ես սարսափում եմ այն մտքից, որ սրանք երեխա են մեզ ասել։ Ես սարսափում եմ մտքից, իսկ գրում եմ, արես բերանից այդ որ ընկեր ջան, քույրիկ ջան, մայրիկ ջան, որ դուրս եկան։ Դուք այս բերանով նաև հաց եք ուտում։ Անենց հետաքրքիր է։ Դուք այս բերանով նաև ձեր երեխաներին, թողնիկներին եք փչում, համբուրում, հա գրկում, եթե ունեք իհարկե էլի։ Հա, այս նույն բերանով։ Հաստորեն հա։ Պատկերացնում եք, նժդեհը լիներ, սրանց նայելուց ասեր, ազգի ապագան փնտրեք մայրերի ձեռքերի մեջ։ Սրանց ձեռքերի մեջ դու ոչ միայն ազգի ապագան, նույնիսկ իրանց ապագան չեք կարող տեսնել, ասկեն ինչով տեսնում եք դա արդեն ապագա չի։ Նորից վերադառնամ սրան, ասում եմ, միևնույն է ինչ ասեմ, որտեղ դրանք չեն լսում։ Իրանք կոնկրետ ծրագիր չունեն, չէ, իրենք իրանց դիվային մասն են տեսնում, իրանց կեղտոտ մի մասն են տեսնում, իդեմս չինը։ Սա է ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում։ Հանում են վարձկաններին, հանում են վախեցածներին, հա, որ ասեն չինը պատերազմ վախեցան ընտրել եւ այլն եւ այլն։ Այ իրոք սրա համար sense որ որին նայում ես սրա համար, անկախ նայած ինչ ես ասել, պատրաստ է վերջի ստորություններին, անթույլատրելի բոլոր սահմանները իրancs մոտ չկա, գոյություն չունի։ Տիպիկ Նիկոլ Փաշինյան։ Տիպիկ, որի համար ոչ մի սահման չկա։ Կինը, տղամարդա դեմը, երեխայով չի, ընդհանրապես մեկը մեկին շատ նման են, բայց լսենք Կրկսիմը ինչ ասում։ Մի հաջորդ հարցն է, ձեր կրթանշանի ասենք չի, տենց ասենք կես ժամ հարց եք տալիս, ես հիմա ոնց եմ պատասխանել։ Որ չընդհատեք, այդ մի հարցն էլ արագ կտամ կպատասխանեք։ Ձեր կրթանշանի հետ կապված 2023-ին դուք այդ կրթանշանի չափսերով կադաստրի վկայականն էիք փնտրում, ասում եք Հայաստանի Հանրապետությունը չունի կադաստրի վկայական եւ ու քանի որ չունենք այդ թուղթը, ցանկացած պետություն կարող է գալ, որոշ պետություններ կամ մեզ ասել ձեր վեշերը հավաքեք եւ դուրս եկեք այստեղից, պիտի հանենք, ցույց տանք այդ կադաստրի վկայականը։ Հիմա հարց. գտել եք այդ կադաստրի վկայականը ի վերջո կա, թե չէ, թե հետո կարող է պարզվել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ ինքնական շինություն է ու կարող է քանդվել նաեւ։ Շնորհակալություն։ Զարմանալի է, գիտեք, ոնց որ Հայաստանի Հանրապետությունում չեք եղել այդ բանից հետո, ասենք ուրիշ տեղ եք եղել, նոր եք եկել։ Բա չեք լսել։ Չեք լսել, որ խաղաղության համաձայնագիրը նախ հաստորագրվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ ստորագրվել եւ երկու երկրներում վավերացրել եւ Վավերացվել։ Ինչ է։ Հանձնաժողովը։ Դա այդի հանձնաժողովն է, բայց ով ասեց, որ էսի քո սահմանն է։ Քո սահմանը որտեղ է վավերացվել։ Քո սահմանները Ադրբեջանը չի ճանաչել, չի վախ։ Հարգելի լրագրողներ, չմոռանաք, մի քիչ գրագետ եղեք այս առումով։ Ադրբեջանը այս սահմանները չի ճանաչել։ երկրներում ունի պարտադիր իրավական ուժ, այո, հետա։ Ոչ, չունի պարտադիր իրավական ուժ։ Խափեց, այդ հանձնաժողովի աշխատանքն է իբր սահմանադրության բանալ է, որ իրավունք ունի զբաղվելով։ Ոչ մի բան իրավական պարտադիր ուժ չունի, նույնիսկ իր օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը։ Հարգելի լրագրողներ։ Բա եղավ։ Բայց չեք մենք ենք մեր կադաստրի թուղթ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման մասին է։ Եվ այդ ժամանակ երբ որ ես խոսում եի Հայաստանը ոչնչացնելու մտադրության մասին, այո, ես խոսում եի այդ մտադրության մասին եւ համոզված եի այդ մտադրության մասին խոսում եւ հենց այդ ժամանակա, որ ես հասկացա, որ մենք կոնցեպտուալ սխալ ունենք, որ մենք մտածում ենք, հեսա ուրիշ մեկը գալու է մեզ պաշտպանի այդ վտանգից։ Եվ այդտեղ է, որ մեր քաղաքական ամբողջ բանաձևերը փոխվեց։ Այո, ամբողջ բանաձևերը փոխվել է։ Եվ պետք է տեղավորվել թուրքական ճաշակի եւ տրամաբանության մեջ, որպեսզի ինչ որ մի բան թողեն իրան տակա խաղա։ Մեզ նմանադառնամ Reuters-ին։ Reuters-ը անավասել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը։ Մանրամասն վերվել այդ ամեն ինչ։ Ընդ որում որպես պատճառ բերվել է, որ իբր 22-24 թվականներին Իրանից շուրջ
21 միլիոն դոլարի տրանսպորտային միջոցների վառելիքի եւ այլ ապրանքների ներմուծմանն է վերաբերում այս քննությունը, որը միանգամից իրականացվեց այն պահից, երբ որ Փաշինյան Նիկոլը ստացավ համաձայնություն, որ սրանք մտնելու են խորհրդարան անդիմությունը եւ Գագոն, Ծառուկյան Գագոն չի մտնելու ըստ սահմանադրության դատարան խորհրդարան։ Նկատեք, որ ոչ թե 24 թվականին է այս կատարվում կամ 25 թվականին, հա, չէ։ Ասեք 22-ից 24 թվականներն է եղել, հա։ 2 տարի փաստորեն այս մարդը հանցագործություն է կատարել իր իշխանության ժամանակ։ 2 տարի։ Դա չեն նկատել։ Դրանից հետո եւս 2 տարի չեն նկատել։ Սա դա մասին է, այս ամեն ինչը, հա։ Այս ամեն ինչը, այս վերլուծությունը հենց սրա մասին է։ Հիմա այս ամեն ինչից զատ ինչն է կարևոր։ Դե ինչն է կարևոր։ Որ միևնույն ժամանակ կա այսպիսի մի երևույթ, որը կոչ էր անում կաթողիկոսին սատկացնելու մասին, քարով գլուխը ջարդելու կոչ էր անում։ Ինքը քանի որ Վարդապետյանի քեռին է, ինքը խնդիր չունի։ Ոչ մի խնդիր չունի եւ ոչ մի քրեական գործ իր նկատմամբ գոյություն չունի։ Այսքան բան։ Մենակ, որ ինքը վարչապետի դատախազի քեռին է, ինքը կարա կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ էր անի, բայց ասենք Վարդան Հակոբյանը, որ հայ մարդուն ասում է, դու քո տունը պաշտպանելու իրավունք ունես եւ ցանկացած մեկը ով կմտնի քեզ տնից անի, դու իրավունք ունես տեղում դրան ոչնչացնելու, եթե նույնիսկ դա հայկական համազգեստ հակած ազնագրով, հայկական անունով ինչ որ ոստիկան է, ինքը եկել է քեզ քո տնից զրկի Հայաստանի տարածքում։ Ինչ տարբերություն ճակերտավոր հայրն է քեզ տան ավերանում, թե թուրքը։ Դու իրավունք ունես քո տունը պաշտպանելու ամեն գնով։ Այ դրա համար միսենց այս ամեն ինչը YouTube-երից հանած բան քրական գործ կա։ Իմ վրա, բայց այս մարդը կաթողիկոսի գլուխը կաթողիկոսի տեսեք ուղիղ գործողությամբ ջարդելու կոչան դե Վարդապետյանի քեռինա ոչինչ իրան կարելի է այս ամեն ինչը անել։ Հիմա վերադառնանք Ծառուկյան Գագոյին։ Ծառուկյան Գագոն երբ որ ձերբակալվեց բանի ժամանակ առաջի անգամ երբ որ սկսեցին տարօրել այդ մասին խոսացել է Շարմազանովը նատուսում իրան լսենք Գագիկ Ծառուկյանին քաղաքականապես ոչնչացնելու ծրագիր դեր Սերժ Սարգսյանը այն ժամանակ ուներ, հիմա Փաշինյանը շարունակ։ Սա քաղաքական տգիտություն է, եթե ոչ ասեմ բարոյականության հետ կապերի խզում։ 15 թվականին հանրապետական կուսակցություն տվել է քաղաքական գնահատական։ Միգուցե խիստ, միգուցե շատ խիստ, միգուցե որոշ տեղերում նաև զգացմունքային։ Բայց ո՞րն է շանտողությունը։ Հիմա Նիկոլեն կարա ասի, գուցե իմ գործը զգացմունքային էր, իմ գործողությունը, գուցե խիստ էր, գուցե մի քիչ ավել էր, ի՞նչ նշանակում գուցե։ Նույնն է անում։ Բայց ինչ հանրապետական կուսակցության ժամանակ Գագիկ Ծառուկյանի տուն տենց հարյուրավոր մարդիկ մասկաներով մտել են, էլ չեմ ասում, այդ մարդուն պոլին պարկացրել են։ Ոչ, չէ, դու Շարմազանով, իհարկե ոչ, որովհետև մի գիշերվա մեջ Գագոն հանձնվեց։ Մի գիշերվա մեջ ով աջակցում էր Գագոյին, ով աջակցում էր, հայտնվեց քնչականում։ Մի գիշերվա մեջ պարզվեց ծաղի գրուբոյից սկսած բոլոր երեխեքը հանցագործային։ Բարդելներ ունեն, սկսեցի բարդելներում նկարել ցույց տալ այդ մարդկանց տունը նստած կանայք, տեսան, ինչ ամոթ բան ստացվեց իրենց տղամարդիկ ընդեղել այդ բարդելներում։ Պարզվեց մեկ ուրեմն առևանգման գործ կա վրեն, փակել դրել էին դարակը։ Մեկը բարդելներ ունի, մեկը նարկոման է, մի խոսքով Սերժիկ Սարգսյանի մեթոդաբանությունը։ Այդ օրն էլ որ Աշոտյան Արմենը վերցրեց մցրեց կոլբայի մեջ, ասես կոլբայի մեջ ենք աճեցել այդ հրեշին, ոնց աճեցել են, կնեցել կոչնչացնենք։ Սերժիկ Սարգսյանն էլ ասեց, ես էի արկել էլ որ իրեն ասեն Դոդի Գագո։ Հիմա կարող եք։ Չէ, դուք ոչ հիմա չեք արել։ Դու ուղղակի դուք չհասցրեցիք գնայք իրանցնում, որովհետև իրանից այդ օրը հենց նիստի ժամանակ հրաժարվեց բոլորի աշտի առաջ իր խնամին Հովիկ Աբրահամյանը, ասեց ինչ եք հապաղում։ Մուշն էլա ձեռը, բանն էլա, մեղն էլա ձեռը։ Տովեք գլխին, բամփեք գլխին ու վերջ։
Հասկացեք, այդ օրը միանգամից կապիտուլացվեց Ծառուկյան Գագոն, հասկացավ, որ չէ ինքը Իվանիշվիլի չի կարա լինի եւ իզուրա ուտում Լևոն Տեր-Պետրոսյանի կտերը։ Հա, մի օրվա մեջ այդ ամեն ինչը վերջացավ։ Ստե մի քիչ ավելի երկար էր տևել։ Եվ քանի որ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդիկ են, Նիկոլ Փաշինյանը ուզեցավ տեսնել նաեւ Ծառուկյան Գագոյի գետնի վրա տապալված, իսկ Արուսնեին էլ սատկացած։ Այս տարբերություն։ Հիմա վերադառնանք այսօրվա ձերբակալությանը։ Ինչպես 15 թվականին Աբրամեն Հովիկը տեղում իր կաշին փրկելու համար հարազատ թորնիկի պապիկից հրաժարվեց, այսօր մի ձև հրաժարվել է գրզոտ։ Ծառուկյան Գագոյից վախտը չի բերում։ Մի աղջկա կեսան դե հրաժարվեց այդ օրը, այս մի աղջկա կեսօր է սորա հրաժարվել։ Դու գիտեիք, որ ես գրզոյի խնամինա։ Դե այդպես է լինում էլի, երբ որ երեխեքին ամուսնացնում են ոչ թե սիրով, այլ հաշվարկներով, հա, ձեր կռուգի մեջ։ Դուք չգիտեք ովքեր են ձեր կռուգը։ Մեկը մեկից անառակի զավակ։ Ինչ նվիրվածություն, ինչ հավատարմություն։ Դուք բոլորդ նույնն եք։ Դուք փողի դիմաց իրարից հրաժարվող եք։ Ծառուկյան Գագո, քանի անգամ պետք է նույն բանի մեջով անցնեիր։ Այ ես չգիտեմ, դու հրաժարվող ես փողի դիմաց թե չէ։ Բայց որ դու քանի անգամ ոչ կպուտ ուտելուց էլի հրաժարվել ես արածիցդ, էդի արդեն փաստ է։ Բայց դա հիմք չի քեզ ձերբակալելու համար, նույնց եմ կրկնում։ Հա, այդ ուղղակի ցույց է տալի, որ նա տեսնենք Ծառուկյան Գագո։ Նրանք հասկանանք, որ Փաշինյան Նիկոլը ոչ միայն հարցը Ծառուկյան Գագոյի փչացնելը չէր, թե տեսարաններով բավարարվելը չէր, սա թուրքից թուրք է։ Ինչ են արել, արած սերունդում նույնիսկ թույլ չեն տվել վառարանները դատարկել։ Եվ ամբողջ խտանյութը, այդ նյութը, որ վառարանում մեջում է, հետո դառնում է գաճ, ցեմենտ։ Մնացել է մեջ ու քարացել է։ Սա նշանակում է, որ վառարաններ չկա։ Այդ ամբողջ process-ը քանդվի ծայրից ծայր, նորից սարքվի։ Այսինքն սա ոչ թե ինչ-որ մեկին քրական գործի շրջանակներում պատժելու համար, ոչ, սա վնաս տալու քաղաքականություն էր։ Մարդուն ինչքան հնարավոր է խորքային մоральный, հոգեբանական, հա, որտեղ տարածին սատկացնելը, դա ինչ ասեմ, չնայած ինչ ասես մեկին, որ ինքը 5000 երեխու տարավ սպանեց, ինքն ասում է 5000 չի, 4000 քանի հոգի է։ Ինչ կարաս ասես այդ մարդուն, էլի։ Հիմա ուզում եմ ասեմ ուղղակի Շարմազանովից միջև Ծառուկյան Գագո, միջև Հովիկ Աբրամյան, միջև Գրզո։ Նայեք, դուք այն ժամանակ ստեղծեցիք նախադեպ, որ տեղում կարելի է փչացնել, ձերբակալել, նվաստացնել կենտրոնական հեռուստատեսությունով։ Ոչնչացնել ուղղակի մարդուն, երբ նա հանկարծ որոշի, որ չի ենթարկվում որևէ իշխանության։ Շարմազանով, դուք արդեն դա արել եք, դուք դրա հիմքը դրել եք։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը իր ոճի մեջ շարունակում։ Հիմա Գրզոն պետք է իմանա, որ հաջորդ ինքն է լինել։ Գրզոն, Լֆիկը, Սերժիկը, բոլորդ պետք է իմանաք, որ դուք ստեղծել եք մի համակարգ, ընդ որում նաև Ծառուկյան Գագոն այդ համակարգ ստեղծողներից մեկն է, որ Հայաստանում աշխատում է ոչ օրենքը, այլ օրվա ճիվաղի ցանկությունները եւ պատժի ձևերն ու մեթոդները իրականացվում է ըստ օրվա ճիվաղի էսթետիկական, բարոյական նորմերի շրջանակներում։ Եթե ասենք Սերժիկի ժամանակ այդ իրան բավարարեց, որ ինքը ասեց, ես եմ արկել էլ, որ իրան Դոդի Գագո ասեն, հիմա կարող եք ասել։ Եթե բավարարվեց, որ ընդամենը իր հարազատ մարդին, որ ոսկուց առյուծներ էր նվիրում մեկ ամիս առաջ տանից, ասել կոլբայի մեջ արջեցած հրեշ, ինքը դանով էր բավարարում, չէ, Նիկոլը ուրիշ բավարարվելու ձև էր։ Հա, որովհետև ամեն մարդ իր էսթետիկական բաներն ունի, էլի, մեթոդաբանությունն ունի եւ պատկերացումները պատժի վերաբերյալ, սա է անում։
Հիմա թե հաջորդը ով է լինելու, որ գրզոյին պիտի անի, ես չգիտեմ, բայց որ անելու է, վստահ եղեք, որովհետև այդ համակարգը որ դուք եք ստեղծել, դուք բոլորը պոտենցիալ զոհեք այս համակարգին, եւ որ չկա օրենք, չկա կարգուկանոն, որ ձեզնից մեկին կփրկի սեփական երեխեքի եւ ժողովրդի առաջ նվաստացման տեսարաններից, չկա, չեք դրել այդ օրենքը, դուք չեք դատապարտվում, չի կարելի, արա, գրզո, քո թորնիկի պապնա, քանի անգամ ես հեցա գետը հացկել, այ պիղծ, քանի անգամ ես իրա կենացը խմել, այ պիղծ, այդ ձեր ընդհանուր թորնիկներն իրար այդ քանի անգամ եք գրկել, այ պիղծեր, ու դուք նայում եք, ոնց են իրան նվաստացում, փողից կարևոր բան չկա ձեր համար, ու ձեզ հասնում ես ամեն ինչ, ու այն ինչ որ լինելու է, նաև, բայց ես ինչ որ հիմա կատարումը ունի մյուս երեսը նույնպես, ես հիշեցի Լևոն Հալապետյանի ձերբակալությունը Հայաստանում, արցախցիների լռությունը, հետո Լևոն Հալապետյանի խոշտանգումը ռուսական բանտերում եւ նրա մահ։ Ամբողջ Հայաստան տարածքից, ընդ որում նաեւ քո Գագիկ Ծառուկյան, ոչ մի ձայն, ընդ որում նաեւ ամբողջ Արցախի բնակչությունից։ Արցախցիներ, ձեր վտանումը Արցախից սկսեց այդ օրվանից ու ձեր լռությամբ։ Ոչ լիներ Լևոն Հալապետյանը, դուք այս ճակատագրին չէիք ապրում։ Դուք ուղղակի ամբողջ Արցախով ուրացաք ձեր ամենանվիրական մոտ։ Դե որպես կանոն, անկախ իմ կամքից, եզերքի, օրենքների համաձայն, ինչ որ մի ձև ամեն մեկին sense վերադառնում է։ Հա։ Դառնա գիտեմ, հաճելի չի, բայց մենք հասկանանք, չէ՞, ամեն ինչի է կատարվում մեր հետ։ Հիմա վերադառնամ այսօրվա դեպքին։ Ծառուկյան Գագոն սեփական բռից է կերակրել, սեփական գրպանից, ճիշտ է, գրպանը ձևավորվում է ի տարբերություն Լևոն Հալապետյանի Հայաստանի բյուջեին, որտեղ Լևոն Հալապետյանը ոչ Արցախից, ոչ Հայաստանից ոչ մի բան չէր թալանել, ինքը իր ունեցածն էր ծախսում միլիոններով, հարյուրավոր միլիոններով։ Ամեն դեպքում Ծառուկյան Գագոն այն առյուծին ոնց էր գծկած կերակրում, այդպես գծկած կերակրել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր սպորտսմենների։ Ու ընդամենը մենք ունեցանք այսօր մի քանի ձայն լսելի, դե բնականաբար Արսեն Ջուլֆալակյանն են, որը միշտ իրան պահել է ասպետավարի, տղեն հավատաց մի շրջան սրանց հետ էր աշխատում, հետո պարզվեց, հետո ինքը հասկացավ ուսանք դիժվածք է, ինչպես շատ շատերը, որոնք տենց մտել էին, ու դուրս եկավ։ Հա։ Բայց ես զարմացած չեմ իր պահվածքի վրա, ինքը միշտ այս դիրքով է հանդես եկել, էական չի ինչ քաղաքական ինչ գնահատականներ է տալի, ինչքանով է ճիշտ ձևակերպումներ, ճիշտ է մտածեք, ճիշտ հասկացեք, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ես չեմ էլ կարդում։ Կարևորը վերաբերմունքն է ինձ համար։ Հա։ Դե ես իրան ուրիշ ձև եմ կալում։ Իրանից բացի խոսես նաև ես ընկերը, մի պահ ուզում եմ լսենք իրան։ Ողջունում եմ ձեզ ընկերներ, ես եռամարտիկ, աշխարհի բացարձակ եւ բազմակի չեմպիոն Արտյոմ Խուգանն եմ։ Սիրելի ընկերներ, ճիշտ ասած ուզում եմ որպես մարզիկ երեկվա միջադեպի հետ կապված մի քանի խոսք ասել, պարոն Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Ընկերներ, այս տարիների ընթացքում թե ինչ եմ տեսել անձամբ իմ աչքով, թե ինչ ահռելի օգնությունների եմ ականատես եղել, թե ինչ է արել պարոն Ծառուկյանը այս ազգի, այս ժողովրդի, այս ապերախտ մարդկանց համար, այս անաղոհած քրդիշն մարդկանց համար, դա ուղղակի չափից դուրս է, չեմ կարող բառերով եւ թվերով նշել։ Սիրելի ընկերներ, 2015 թվականին, երբ որ մասնակցում էի Mass Wrestling-ի աշխարհի առաջնությանը, պարոն Գագիկ Ծառուկյանը ինձ եւ Տոմս եւ հյուրանոց բոլոր ծախսերի գումարները փոխանցեց եւ դրանից հետո եւ այդ մրցման ընթացքում ոտքից գլխավոր ջիլը պոկեցի, եկա Հայաստան եւ պարոն Ծառուկյանը ամբողջ օպերացիայի գումարը փոխանցեց, ինձ գումար փոխանցեց անձամբ, որպեսզի շարունակեմ, ապաքինվեմ եւ շարունակեմ իմ մրցաշարերը։ Ընկերներ, այդ ամբողջ 2015-16-17 թվականներին պարոն Ծառուկյանը
անընդհատ գումարները ինձ փոխանցել, որպեսզի ես մասնակցեմ իմ մրցաշարերին։ Այս վերջի տարիները անկեղծ 17 թվականից հետո ընդհանրապես կապ չի եղել, բացարձակապես անկեղծ ասում եմ, ոչ մի ֆինանսական օգնություն չեմ ունեցել իր կողմից, բայց պետք է մարդ լինի շանտաղա, շանտաղություն պետք է լինի, որ չխոսած այդ մարդու արածների մասին։ Պարոն Սարոկյանը եղել է 20 եւ ավել տարիներ, ինչքան գիտեմ, եղել է Այս բասն էր 17 թվից իր համար ոչ մի բան չի արել, ինքը կապ չեն ունեցել։ Բայց ասում արել է ու այս մասին չհիշելը նշանակում է լինել շանտաղա։ Ու անընդհատ ինքը ընթացքում կրկնում է, որ լսեք, էական չի, ես տեսել եմ այս ամենը, ես կարող եմ ուրանալ։ Այսօր ինքը չի զբաղվում, այսօր ինքը այդ կապը չունի։ Բայց եմ կրկնում, սա ընդամենը վերաբերմունք է։ Վերաբերմունք։ Չի նույն բանը գրզոյին չեն ասում, լֆիկին չեն ասում։ Կարող է գրզոնը լֆիկ ավելի քիչ ու փող ունեն, քան Սարոկյան Գագոն, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ամբողջ պետական մաֆիան իրաց ձեռի տակն է։ Իրանց տակն է հենց, էլի։ Բայց այս մարդն է, սիրում է իրար, ինքը դրանց հաճույք է ստանում։ Ես դա գիտեմ, ես դա տենում եմ, որ ինքը հաճույք է ստանում սպորտսմեններին օգնելով ու հազարավորներին ա տենց արել։ Իսկ ասենք դրա փոխարեն Նազիկ Աբդալյանին են տալ, ասում եմ, ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպես գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակը։ Այստեղ էլ ասում, ես քաղաքականից բան չեմ հասկանում, չգիտեմ, այնտեղ կարող է ինչ-որ մի պատճառ կա, բայց ասում եմ, այդ մարդուն ինչի եք նվաստացնում, արա։ Ինչի եք այդ ձևով անում, հիմա մենք հասկանում ենք, չէ՞ որ քաղաքական ոչ մի բան չկա։ Ասում եմ, ես քաղաքական անալիզ չեմ ուզում անեմ, ես տեղյակ չեմ շատ բաներից, բայց ինչի եք այս ձևով վարվում, հա։ Ի վերջո ամեն մարդ պետք է ունենա արժանապատվությունը պահելու իրավունք։ Երկիրը իրավունք չունի է մարդու արժանապատվությանը վնաս다։ Այսինքն մարդու արժանապատվությունը պահպանվում է օրենքով, օրենքը նվաստացնում է մարդու արժանապատվությունը, դες ոնց կլինի։ Եթե մարդու արժանապատվությունը պահպանված է օրենքով, ոնց կարող է օրենքը նվաստացնի մարդու։ Իսկ Նազիկ Աբդալյանն ասում է սպորտից խոսանք, ես ուրիշ բանից չեմ կարող խոսալ։ Բարի Նազիկ Աբդալյան։ Ինչ ասում իրականում Նազիկ Աբդալյանը եւ մնացած բոլորը։ Ախպետ ջան։ Ինձ հետաքրքիր չի ինչ է կատարում։ Սա է ասում։ Ինձ հետաքրքիր չի ես երկրում ինչ է կատարում։ Ով ինչ է անում։ Ում ձեռից ես ինչ եմ ուտում։ Կարևոր չի։ Հիմա մենք իհարկե լսողների կասեն, դե Նազիկ Աբդալյան ախր երկրի համար այսքան բան արել, չէ։ Հանկարծ մեկիդ մտքով չանցնի։ Հանկարծ, որտեղ շատերին ասելու են, ես երկրի դրոշն եմ բարձրացել, այլ այդ քո համար ես բարձրացել։ Դրա դիմաց դու փող ես ստացել, քեզ փող են տվել, դա քո կարիերայի համար ես արել, որովհետև եթե դա լիներ նաև երկրի համար եւ դու տես մտածեիր, երկրի գլխով այսքան սև ամպեր անցավ, այսքան կոտորած ու ցեղասպանություն անցավ։ Եթե դու մտահոգ լինեիր, ես մեկի ձայնը մեկ անգամ կլսեի բացի Արսեն Ջուլֆալակյանից։ Եվ այստեղից հետևություն։ Ոչ մի երաժիշտ, ոչ մի սպորտսմեն, թող հանկարծ երբևէ շատ քիչ մարդկանցից բացի, որոնք արտահայտվել են այս ընթացքում, ոչ մի անգամ չասի, թե իրանք իրենց կարիերայով նպաստել են եւ Հայաստանի համար ինչ-որ մի բան են արել։ Չէ։ Դա ձեր համար է։ Ուղղակի այտենց հարմար է նաև ցույց տալ։ Ոնց որ ես հիմա ասեմ 600 համեր աշխարհով մեկ չափ եմ տվել Հայաստանի համար։ Այդ Հայաստանի համարը դա հետևանքն է, ասենք մեկը կարդացել է բուկլետ, չգիտեմ, ստեղ, այո։ Ասենք Հավայան կղզիներում, Հոնոլուլուում, այդպես մի հատ մեկը կարդում է, չէ, իրանցի է կարդում։ Հայա, ու լսում եմ կողքիները հայերեն են խոսում։ Այդ կանայք ինձ պատմեցին։ Ասում եմ դուք հայ եք, իրանցի ճանաչում այլ։ Ասում եմ ձեր ազգակիցն է դիրիժորը։ Նույնիսկ վերցնում եմ ոնց Վարդան Հակոբյան ու իրանք ինձ նաև ճանաչում են ուրիշ տեղից, Facebook-ից կամ YouTube-ից, չգիտեմ։ Ու նոր միջաժամանակ մոտենում են։ Ասեք ես ասեմ, որ ես այդ ամբողջը դրա համար եմ արել, սուտ։ Դա իմ մասնագիտությունն է, իմ եղել է իմ աշխատանքը, ես իմ աշխատանքն անել եմ։ Այդ մնացածը
Այս պատահական ինֆորմացիան հետո դերից չգիտեմ, ադեղ հյուպատոսը կգար միտեղ դեսմանը կգար, դա եղել է որպես հետևանք, դա չի եղել, որ ես գնացել եմ Հայաստան ներկայացնել, չէ, արեք մի խափեք իրար, էլի, որտեվ ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ, չէ, ինձ որ դուք չեք կարող խափել, ընկեր սպորտսմեններ, որ դուք Հայաստանի դրոշն եք բարձրացրել Հայաստանի համար, դա հետևանքն է, այս կհավատայի ձեր ասածին, այս տղու ասածին հավատում եմ, որ իր համար դա կարևոր է, որովհետև իր համար կարևոր է տան ինչա կատարվում։ Արսեն Ջուրֆալակյանի համար հասկանում եմ ու վստահ եմ, որ տենց էլ եղել է, որ դա է իր համար նաև կարևոր եղել, նաև։ Բայց մնացածը, դա շկուրնիկ եք դուք ընդամենը, շկուրնիկ, մորթե պաշտ։ Հանկարծ ձեր կարիերային ոչինչ չլինի։ Այսինքն դուք պատրաստ եք նաև ուրիշ դրոշի Հայաստանի տարածքում չէ՞ որ այս ամենի արդյունքում ուրիշ դրոշ կարելի է բարձրանալ եւ այդ վտանգը բոլորդ լավ գիտեք գրել կարդալ գիտեք լսողությունից էլ բաց չեք դուք հասկանում եք այս ամենի ինչ ուրա տան մեզ հաս մի տվեք աղբիջը հանկարծ կարող է մեր կարծիքը մեր կարիերային խանգարի հին Հունաստանում դրանք ովքեր իրենց ճակատագրով իրենց հայրենիքի վիճակով չէին զբաղվում Ես կոչում են իդիոտներ։ Ու կրթական ցենզը, մասնագիտությունը ոչ մի կապ չունի։ Եթե մարդը հետաքրքրված չի իր ապագայով եւ ինքը թքած ունի իր շուրջը ինչա կատարվում, հա, դրանց ասում են իդիոտներ։ Ընդ որում մինչեւ հիմա Հունաստանում հույների շրջանակում, եթե մեկը քաղաքականապես ակտիվ է, իրան ներկայացնում է որպես լավ օրինակ, մոդել։ Sense ինքը քաղաքականությունով զբաղվում։ Սա դրական բան է, հատկանիշը նայեմ։ Հայաստանում մի քաղաքական ասա, դու ինչ գործում ես քաղաքականությունից։ Եվ այլն։ Դրա համար էլ ունեն մեծ պետություն, մեկ գնալով դու։ Վերանում ենք։ Շնորհակալություն Նազիկ Ավդալյան, ձեր քաղաքացիական բացակայության համար։ Դրա համար էլ 20 թվականից այս կողմ որ կոլեգաս որ բեմում կերքի որ սպորտսմենը որտեղ կհաղթի, որը ինչ գոլ կխփի, ես դեռ անտարբեր եմ։ Ինձ դա ոչ մի ձևով չի հետաքրքրում։ Առաջ համարում էի անձնական հաղթանակ, անձնական ուրախություն։ 20 թվականի պատերազմից հետո բլիգը քաշել եմ, չեմ էլ նայում, չեմ էլ հետևում։ Ինձ միևնույնն է, որովհետև եթե ձեր համար միևնույնն է ազգիս վիճակը Իսկ ինչի ես պետք է ապրեմ ձեր հաջողություններով։ Չէ՞ որ ձեր հաջողությունները իմ ազգինը չի։ Դուք քաշել եք, անջատել եք ձեզ իմ ազգի մասնիկը լինելուց։ Միջև այդ ինձ խափել եմ ուղղակի ինքս, ինձ մտածել եմ։ Ես է ձեր ազգակիցն եմ ու ամեն ինչ որ մեր ընդհանուրն է։ Բայց չէ, դուք ասացիք գիտեք ինչ, այն ինչ որ կա, դա մերը չի։ Մերը այս է, այս դիվիժենին այս հաջողությունները, այս մի խոսքով։ Այնպես որ Նազիկ Ավդալյան։ Եք հասկացանք։ Հիմա վերադառնանք Հայաստան եւ տեսնենք այս տականքները ինչ են պատրաստում Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ընտրած ճակերտավոր 700,000 հոգու նկատմամբ։ Եվ վստահ եմ իրանց համար սա էլ ամեկ։ Գիտեք ինչի, եք չեն հասկանում այդ ինչ։ Իրանց ինտելեկտը չի բավարարում, որ հասկանան սրանց իրենց գլխին ինչ են անում։ Գիտեք ով է։ Սա Սերժի Բաբկեն Թունյանն է, որ ասում էր կարող է Շարքային Պողոսը որոշի Հայաստանում ինչ պետք է լինի, մենք ենք որոշողը, այ Սերժի Բաբկեն Թունյանն է։ Հիմա ձեզ կբացատրի ինչ է սպասում ձեզ հեռախոսների իմեյլները կառավարության կողմից վերահսկելու պարագայում։ Ես ասում էի, չէ։ Այս տականքները ինքան կանխատեսելի են։ Լսեք հիմա իրանք ինչ են խոստովանում։ Լսեք միայն։ Քանի որ բջջային հեռախոսների վերաբերյալ հարցերը շատ են, եւս 2-3 կարևոր բաներ նշեմ։ Ամենակարևորը կարգավորումները չեն ազդելու Հայաստանի Հանրապետությունում արդեն օգտագործվող հեռախոսների վրա։ Ոչ, ծափ տվեք, այն ինչ որ ունեք, մենք մեծահոգաբար դրան ձեռ չենք տա։ Դուք եթե հեռախոսը նախատեսում եք 1 տարի, 2 տարի, 3 տարի օգտագործել, ձեր հեռախոսի հետ ոչինչ տեղի չի ունենում։ Երկրորդ,
այս համակարգը հնարավորություն է տալիս տալու email կոդի օգնությամբ ստուգել, ասենք եթե մասնավոր որևէ մեկից հեռախոս եք գնում կամ խանութից փոքր կամ ձեր բարեկամներից որևէ մեկից նախապես ստուգել email կոդի միջոցով դրա իրական ծագումը եւ երրորդ վճար Ոչ մի հեռախոս գնողին դրա իրական ծագումը ընդհանրապես երբևէ չի հետաքրքրել։ Եվ սա որպես պլյուս ժողովրդի դա ծախելը անհետեցություն է, բայց դե մի եշություն պետք է դուրս տան, որ տեսեք ինչքան լավ է ձեր համար, նաև դուք իրական ծագումը կիմանաք այս հեռախոսի։ Եթե դուք անեք այս հեռախոսը, մի անհանգստացեք դու սան դիմաց ոչ մի բան չեք տալու, բայց հիմա երրորդը դրամների մասով։ Ուրեմն կա 3000 դրամ, 20000 դրամ եւ 100000 դրամ, այդ թվերը շատ են շահարկվում։ Դա դուք արդեն նաև պետք է մուծեք։ Իրանց տականքության համար դուք հələ պետք է մուծեք 3, 20 կամ 100,000։ Նայեք։ Ինչի մասին է դա։ 3000 դրամը նախատեսված է որպես այդ համակարգի ծառայության վճար։ Իրանք որոշել են որ էս պետք է լինի։ Ու դուք էլ պետք է վճարեք դրա համար։ Նիկոլեք չէ ընտրել։ Ժորդ 49% չի ընտրել բնականաբար, բայց մի 30% ընտրել է, չէ՞։ Հիմա իրանք պետք է վճարեն։ Իրանք համ պետք է վճարեն ու դառնան գերի։ Իրանք պետք է վճարեն գերի դառնալու համար։ Այդ 3000 դրամը պլյուս որը մենք քննարկում ենք անգամ ընդհանրապես հանելու տարբերակ, այսինքն դա կլինի բաժանորդի համար անվճար։ Հələ քննարկում ենք, կարող է ձեզ ստացկացնելու համար նույնիսկ ձեզանից փող չվերցնել։ Տեսնում եք ինչքան մեծահոգի են տականքները։ Բայց լսեք մնացածը։ 20000 եւ 100000 դրամը։ Դրանք վերաբերում են միայն այն դեպքերին, երբ քաղաքացին տարվա ընթացքում երկրորդ, երրորդ եւ հաջորդ հեռախոսն է բերում։ Այսինքն ըստ էության դրանք պետք է մաքսազերծվեն, բայց մաքսազերծելու փոխարեն մենք Վերջ, իսկ չես։ Վերջ, մաքսազերծելու փոխարեն իրեն տալիս ենք այլընտրանք, ասում ենք եթե 26 թվականի արտադրության հեռախոս է 100000 դրամ տուրք կա, եթե ավելի հին մոդել է 20000 դրամ տուրք կա։ Վերջ, դուք ոչ միայն վերահսկվելու եք full ամեն ինչով, նաև եթե ես հեռախոս բերեմ իմ բարեկամի, նավեր 100,000 դրամ, որպեսզի email աշխատի, տանեմ տուրք տամ դրա համար։ Եթե հին հեռախոս է 20000 դրամ։ Փոխապետ։ Դուք ոչ միայն պետք է վերահսկվեք տոտալ, նաև ձեզ իրավունք չունեն նույնիսկ նվեր առնել։ Հասկացաք։ Իսկ եթե շատ էժան հեռախոս է, էժան, չինական ինչ-որ մի բան, որը բան չի, 100,000-ը մտածում եք իր համար, շատ մեծ թիվ է։ Տարեք թող մաքսազերծեն իրանք։ Էլի մաքս կմճարեք դրա համար։ Կարող 1000 չլինի, կարող 100,000 չլինի, կարող է 70,000, 60,000, 90,000, չգիտեմ։ Նայած իրանք ոնց կորոշեն ձեր հեռախոսի մաքսազերծումը ոնց է արվելի։ Ու այս դեմքով։ Ժողովուրդ ջան։ Դա ինչ եք ուզում, սա ամենամեծ ցավը չի ինչ որ լա լինելու է։ Ձեզ հիշացնեմ։ Այս տարի Երևանում ապրողներ 100% թանկացել է ձեր գույքը հարկը։ Մյուս տարի եւս 100% թանկանալու, որովհետեւ ամեն տարի ինքը 100% թանկացել է։ Պատկերացնում եք, կրկնակի։ Երկրաչափական պրոգրեսիայով աճում է ձեր գույքը հարկը, այնքան միջև որ դուք չկարողանաք ձեր տան գույքը հարկը տակ։ Ու նաեւ չկարողանաք ծախել, ով է առնելու։ Չնայած թուրքերը պատրաստ են։ Ինչի ձեզ կարակել սպանել, երբ որ դուք միոս ստիպված եք լինելու ձեզ տները վաճառել գնալ։ Ինչ է կարծում, Նիկոլ ընտրողներին սա չի սպառնում, իհարկե սպառնում, բայց նույնիսկ նրանք ուղիղ չունեն որ մտածեն։ Նրանք չեն մտածում այդպես բաների մասին, որովհետև նրանք մտածելով չեն ընտրել, ուղղակի իդեպս ճիվաղի տեսել են իրենց արտացոլումը։ Եվ պետք է հատուցեն հեռախոսի ձևով, գույք հարկի ձևով, տարբեր ձևերով,
պիտի հատուցեն, այս աշխարհի օրենքն ատեն, ժողովուրդ ջան։ Արցախցին ուրացավ Լևոն Հայրապետյանին։ Իսկ նա 700 ընտանիք կար, 700 ընտանիք այդ մարդը քավոր եղավ ամուսնացեց։ Մի հատ ձայն եղավ անդերից։ Հիմա կներվեն, որ ես իրացի շասում եմ։ Դուք պիտի հիշեք սա։ Ու չներվեք, որ ես չեմ մոռացել։ Եթե չեք ուզում նույն բանի մեջ նորից անցնեք։ Նիրա Կարապետյանին աշխատանքից հեռացնում են, որովհետև ինքը բանում էր, չէ։ Հելսինկյան չկոչում ստեղ նա խայտարակ նամակ էր։ Ուրեմն Հելսինկյան ասոցիացիա, որը գրվել է 2025 թվականի նամակ ասա, որը գրած է 25 թիվ, այնքան անգրագետ է, ու ասում են ձեր քաղաքական գործունեությունը հակասում է մեր նպատակներին։ Փաստորեն Հելսինկյան կոմիտեն անում աշխատանքից Նիրա Կարապետյանին, որովհետև Նիրա Կարապետյանցի աշխատանքի նպատակները եւ Հելսինկյան կոմիտեի նպատակները հակասում են։ Ինչով, որ ասենք Նիրա Կարապետյանցը չի աջակցում հանցագործությանը, այդ մասով անում, հակասում են, փաստորեն Հելսինկյան կոմիտեն, դա Արտուր Սարգսյանը ասում են եղբայր քո քաղաքական ակտիվությունը դու դեմ ես հանցագործությանը, իշխանագողությանը, ձայնագողությանը, իշխանության յուրացմանը, որ դու դեմ ես, հակասում է մեր նպատակներին, մենք փող ենք ստանում, գրանտներ ստանում ենք, դա էլ է գրանտ, որ աջակցենք այդ հանցագործությանը, իսկ դու ընկել ես պաշտպանում ես, իսկ խոչընդոտում ես այդ հանցագործություններին, տեսնես կլինի, եւ այո, սենց է հավատացեք Նինա Կարապետյանցի համար էլ սա վստահ եմ անակնկալ չէ, ինչպես իմ, երբ որ ես սկսեցի անթակույց զբաղվել քաղաքականությամբ, ես գիտեի, որ օրը գալու է, ես դառնալու եմ անտանելի ես իշխանությունների համար, դա դեռ 12 թիվն էր։ Այսինքն ցանկացած մարդ Հայաստանում մեն էլ, եթե ինքը այդ կառույցներում աշխատում է, պետք է իմանա, որ ցանկացած քաղաքական ակտիվություն դա հնարավոր է մնալ անպատիժ, եթե դու ապրում ես դեմոկրատական երկրում։ Եթե դու ապրում ես ոչ դեմոկրատական երկրում, հետևանքները լինելու են անխուսափելի, բայց նույնիսկ եմ կրկնում Նիկոլ Փաշինյան ընտրողի համար սա էլ չափանիշ չի, ինքը թքած ունենա դեմոկրատական երկիրը թե չէ, ինքը Նիկոլ ասում, որտեղ ինքը իր մի մասնիկը վերջապես գտել է, հասկանում եք, որ ինքը կարա այսպես լելի, այսպես անստոպ, անհակ քֆուր տա ինտերնետում, բացի այդ աղբանոցը ասեն շախ տա էլի ինտերնետ տարածքում ու լավ զգա դրա համար։ Դե ինչպես կարելի է ես խանգարել։ Շնորհակալ ամեն անգամ զարմանում եմ։ Ո՞նց եմ ասում, այդ քրտնկախ, խաշեն, անթրաշ փնթի տղամարդկանց հետ որ շատ ժամանակ նկարել չունեն հետև։ Ու երբեմն բացում ես, ասես նկարես տենեմ, այս մեկը նստածա։ Ուզում ես ասես, արա այդ քաշը հավաքել ես, այդ տարիքը հավաքել ես, ու տես մնացել ես դեբիլ, արա։ Երկու բառ գրել չես սովորել, չի։ Էդի լավագույն տարբերակական նկաչկա կամ եկել կին ես տենում ուտեղ ես սապսապում եմ, չէ որ կինը մեր համար սրբություն է, չէ, մայրա, քույրա, աղջիկա, չի դրած տարիքի, չէ որ մենք տարիքով կին ենք ասում ենք փողոցում դիմում ենք որպես մայրիկ ջան, քույրիկ ջան, մորաքույր կամ աղջիկ ջան, մենք այտենց ենք, չէ, մեկ էլ բերանը բացումը դարձնում ես ինչ մայրիկ, ինչ քույրիկ, վայ մամա, չէ։ Այս է կորուստը, հողը կարելի է վերականգնել, մարդկային ես կորուստը, ոնց վերականգնես, որ քանի սերունդ պիտի դաստիարակես, որ ասես չի կարելի դες, ոչ մի պարագայում չի կարելի մարդկային դեմքը կորցնել, ոչ մի պարագայում չի կարելի բարոյականության չափանիշներից փախնել, զրկել ինքդ քեզ, ոնց, քանի սերունդ է պետք դաստիարակել, ես չգիտեմ։ Այն վնասները, որ Փաշինյան Նիկոլն ա տվել այս երկրին, անչափելի է, անչափելի։ Ադրբեջանը գրավել է շուրջ 8 քառակուսի կիլոմետր հայկական տարածք։
Կահակն կൂտական հատվածում, որը նույնիսկ Արցախի հետ ընդհանուր սահման չունի։ Այս մեկ փաստն ապացուցում է ամենակարևորը. Բաքվի թիրախը ոչ թե միայն Ղարաբաղն է, այլ ինքը սուվերեն Հայաստանը։ Դեռևս 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը ներխուժեց այս հատված, եւ մինչ օրս ոչ մի մետր չի ազատագրվել։ Թշնամու դիրքերն ամրապնդված են, իսկ Փաշինյանի կառավարությունը շարունակում է լռել։ Նույնիսկ ասում դիր Սաթուրնային սանընտրողները իրանք ոչ են մտածելու։ Ձեզ վիրավորելու են։ Չեք ասում սրա մասին։ Հայաստանը լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Մենակ սրա պատճառով չեն։ Նաև այդ ոլակի մարդկանց պատճառով։ Դա համար ես ձեզ խնդրում եմ մնալ միջև վերջ, որովհետև վերջում ունեմ շատ կարևոր բան ձեր համար։ Շատ։ Հիմա արագացնենք միջազգային նորությունները, որովհետև շատ է։ Владимир Ильич, транспортный комплекс в текущей непростой ситуации работает слаженно, обеспечивает перевозки грузов и пассажиров. Ключевые узлы, аэропорты, вокзалы, порты, общественный транспорт, трассы функционируют в штатном режиме. Делаем все возможное для доставки топлива на Крымский полуостров. Работаем в тесном контакте с Сергеем Валерьевичем Аксеновым и Михаилом Владимировичем Развожаевым. Ուսուտ։ Միևնույն ժամանակ այսօրվանից արգելվել է արդեն դիզելային վառելիքներ եւ ավիացիոն վառելիք հանել Ռուսաստանից։ Արգելվել է։ Ես չգիտեմ Հայաստանը ինչ է ստանալու դրանից հետո։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը Հայաստանի թուրքասերներին առանց դիզելային վառելիք չի թողի։ Ես վստահ եմ։ Ինչ անտիր առիթ է, չէ՞, ինչ անտիր առիթ է սա։ Այսպես է կառավարվում պետությունը ստի վրա։ Ամեն ինչ վերահսկվում ասում, ամեն ինչ լավ է։ Բենզին չկա, բայց ամեն ինչ լավ է։ Ղրիմում էլ բենզին չկա։ Ռուսաստանում էլ չկա։ Ասեմ ավելին, բենզին արտադրող գործարան էլ չկա արդեն։ Այսօր մի հատ են պայթացել, մնացել է 2 հատ, մի հատն էլ այսօր են պայթացել։ Ամբողջ աշխարհի 1/6 մասի վրա չկա բենզին, չկա։ Բայց այսենց ինչ է ասում Պուտինը լսի, որ ամեն ինչ նորմալ է, ասում է։ Խնդիր չունեն։ Էն է հավատում։ Դե մի նորմալ են կողմում, էլի այս կողմում էլի մեր մոտ։ Հիշել է, որ Գրենլանդիայի նկատմամբ պետք է վերահսկողություն ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ու վերջ, հիմա էլ Գրենլանդիան է գրոհելու։ Ունդեր միանգամից Դանիան արտահայտվել է արդեն, որ գնա գլուխի ծոցը։ Դե սա հանգիստ տեղը վերընկնող չի, էլի գիշերը ռմբակոծել է Իրանը։ Շատ լուրջ ռմբակոծվել է Իրանը։ Այնտեղ դադարեցվել են բոլոր տեսակի բանակցությունների նորից եւ որպես պատասխան Իրանը ռմբակոծել է Քուվեյթը, հութիները խփել են Իսպանին, Եգիպտոս, Սաուդյան Արաբիային, ինքնաթիռը իրաց ռազմական։ Խոսքով էլի մտան այնտեղ ակտիվ պատերազմական շրջանի մեջ։ Բայց մեկը այս ակտիվ պատերազմական շրջանից Իրանը ավելի հաղթողատուց գալու, քան ասենք սենց մեկ ամիս առաջ էր։ Հստակ է։ Մինչև նոյեմբեր կունենանք ընտրություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հուսով եմ դրանից հետո չեմ տենա Թրամփի դեմքը իմպիչմենտ կանեն կգնա։ Այս ընթացքում էլ Թուրքիայում պետք է ասեմ խոստացել է Նիկոլ Հայել, ամերիկյան Նիկոլ թուրքերին անպայման խոստացել է։ Իրանք հաստատ ստանալու են F-35-երը ու միանգամից Նետանյահուն դեռից հիշացրել է, որ այդ F-35-ները օգտագործել են Իսրայելի նկատմամբ եւ դա չի կարող լինել։ Դե Նետանյահուն ասում է Թրամփին, որ դա չի կարող լինել, որտեղ թիրախում լինելու ենք մենք։ Թրամփն ասել է կարող է։ Եթե ես մտածում եմ միջև նոյեմբեր կարող է նոյեմբերի ընտրություններից հետո իրան հանեն, բայց եթե ինքը շարունակեց այս F-35-երի թեման, Իսրայելը դեռ 80% եւ ավել տիրապետում է կոնգրեսում, սենատում ձայներին։ Իսրայելն է տիրապետում։ Կարա իր իմպիչմենտը լինի միջև նոյեմբեր։ Բայց հաստատ
F-35 կամ վերջի սերնդի շարժիչներ Իսրայելը թույլ չի տա ոստանա Թուրքիան։ Դա Նետանյահուն քանի կա, ինքը հաստատ թույլ չի տալու։ Դրանից հետո չգիտեմ։ Թրամփից հետո ինչ կլինի, Նետանյահուից հետո ինչ կլինի, ոնց կլուծվի այդ հարցերը, բայց վաղ թե ուշ Թուրքիան ստանալու է դրանք։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կստանա Բրիտանիայից, կստանա Ֆրանսիայից, որովհետև այսօր Բրիտանիայի հետ կնքել է ռազմավարական համապարփակ լայն համաձայնության ծրագիր։ Ուղղակի արագ եմ ասում, որտեղ վերջում շատ կարևոր բան եմ ձեզ ցույց տալու էլի։ Դե Բրիտանիան գիտեք, թուրքերի կողքը միշտ կանգնած է, իրանք են նայում էլի տարածաշրջանում ով է իրանց հակով, ով է իրանց հարմար։ Դե բնականաբար այնտեղ Իրանը իրանցը չի, ոչ մի ձևով իրանցը չի կարա լինի, դե մնում է Թուրքիա։ Հայաստան չկա դες պետություն քարտեզի վրա իրանց համար։ Վաղուց չկա։ Ասեմ ավելի, հայերի համար էլ այդ պետությունը արդեն հավանաբար չկա։ Որովհետև ընտրելով Փաշինյան Նիկոլ, որը մի վիճակի է պետությունը, որ լինելով հապկի մեջ, բայց հապկի անդամ չի։ Ասես վա մենակ Հայաստանի հետ կարող է լինել։ Այսինքն եթե հիմա մի հատ պետություն հարձակվի Հայաստանի վրա, Հայաստանը ոչ մի դաշնակից չունի, որ դիմի օգնության։ Սենց իրավիճակ ոչ մի պետություն չունի, բացի Հայաստանը։ Բնականաբար սենց Հայաստանը ոչ մի կողմից ոչ մի ձև չի դիտարկվում։ Այսինքն ես չեմ կարող ասել Բրիտանիային մեղադրեմ, որովհետև չես ամաչում, չես թուրքերի հետ։ Սենց ռազմական համագործակցություն կնքում։ Չի մեր հետ չես կնքում։ Այսինքն ջան, բայց դու պետություն ես։ Դու միջև այսօր չես որոշել նույնիսկ դու որ ռազմական կառույցի անդամ ես։ Դու հրաժարվել ես դուրս գաս մի ռազմական կառույցից, որի անդամ ես եւ անդամ չես։ Քո այդ ո՞նց կարելի է ինչ-որ մի բան խոսալ։ Բացի պարսիկներից, մնացածը մեր վրա ուղղակի ծիծաղում է։ Պարսիկն ասում արի եւ տնտեսական, եւ ռազմական, եւ համապարփակ, ամեն ինչ տամ քեզ արի։ Բայց չի վախը, ուր գնա, ինքը խոստացել է, չէ՞, տարածքները թուրքերի։ Չունի գնալու տեղ։ Սա է, ուզում եմ ցույց տամ միևնույն ժամանակ ինչ է կատարվում Չինաստանում։ Китай добывает электроэнергию с высоты 2 километров, и это уже работает. Внутри гелиевого аэростата 12 турбин. Они ловят ветер на высоте 2 километра и передают электричество вниз по единственному тросу. Первый тест 385 киловатт-час. Заявленная мощность 3 мегаватта. На такой высоте ветер сильнее и стабильнее, чем у Земли. И вот что самое интересное, следующая модель планируется по высоте свыше 10 километров, это уже стратосфера. А теперь внимание, электростанция больше не стоит на Земле. Это не эксперимент, это уже подключено к сети. Совпадение или перелом в энергетике? Пишите в комментарии, что вы думаете по этому поводу и подписывайтесь на мои социальные сети, ссылочки в описании. Չինաստան արդեն ապագայում ապրում։ Իրանք ստացել են այսենց հելիումով լցված էլեկտրոկայան, որը բարձրանում է դեռ 2 կիլոմետր, բայց իրանք մտածում են մինչև 10 կիլոմետր կբարձրանա, որտեղ աշխատում է 12 տուրբին, որտեղ մշտական գոյություն ունեցող կամիներից ստանում են էլեկտրաէներգիա ու փոխանցում է երկիր։ Վերջել ատոմակայան պետք չի, տեղում ոչ մի բան վառել, ածուխ, բան, ասես տարածքներ զբաղեցնել, պետք չի կաբելով, գնում է 12 կիլոմետր վերև, ասես մատ կաբել է իջնում, ես ուսումա վերաբաշխվել այդ էլեկտրաէներգիան։ Մշտական, կարելի ասել անվճար էլեկտրաէներգիա։ Մինչ մենք առյուծ ենք սատկացնում, երկրները գնում են առաջ։ Ինչի՞։ Որովհետև այդ երկրները նպատակներ ունեն։ Այդ երկրները իրենց ընտրում են ղեկավարներ, որոնք Փաշինյան Նիկոլ չեն։ Բայց եթե այս մասին խոսած դրանց ընտրողներին, ըստայեցին հայոյանքից բացի ուրիշ բան չեք լսել։ Հիմա չունեն իրանք ասելու ուրիշ бан ինչ անեն։ Это лес или свалка, смотря кого спросить. Больше 40 лет проезжающие мимо люди выбрасывали сюда бытовой мусор, от сметаны и памперсов до матрасов устаревшей техники. Но мы решили вернуть этому месту его настоящий вид. 80 волонтеров из Еревана, Дилиджана и Панадзора приехали, чтобы помочь. А без наших друзей из Rope to Rope мы бы не смогли поднять все мешки. Это была одна из самых сложных локаций. Земля просто осыпалась под ногами, а камни и мешки летели вниз по склону. Но это нас не
остановила. Мы нашли колу 90-х годов, кассеты, бутылку Пепси 78-го года, кучу пластика, который за десятилетия не изменился. За 6 часов мы собрали 10 тонн мусора, загрузили 3 мусоровоза. И это только начало. Команда Green Green еще обязательно сюда вернется. Да. Դե հավատացեք, որ այս տեսարանի սազում է Փաշինյան Նիկոլը։ Հավատացեք, որ այս միջավայրում հարմարված ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի ցերկում բան չէր ընտրելու։ Հա, ես միշտ ասել եմ, ինձ հարցնում են ինչ անել, մաքրենք մեր միջավայրը, ինչ պետք է անենք։ Որովհետև այս միջավայրը ծնում է այս միջավայրին ադապտացված կենդանիներ։ Կեղտը տենց բան է։ Այս կեղտոտ միջավայրը, այս կեղտոտ միջավայրին ադապտացված կենդանիները ծնում են, նայեք, հələ Վահագն Ալեքսանյան, Ալեն Սիմոնյան, որտեղ են առաջացել։ Այս միջավայրից Նիկոլ Փաշինյան, դուք ինչ եք ուզում, ու մենակ իրաց չէ։ Ստեղից մնացած առաջացածներն են ընտրում են դրանց, որովհետև իրենց հարազատ այս ամեն ինչը։ Եթե ուզում եք մի բան փոխվի, մենք մի միջավայրը պետք է մաքրենք։ Ու դա մեզանից բացի ոչ մեկ չի անել։ Ես քիչ-քիչ մոտենում եմ ամենակարևորին։ Не смогу вам на этот вопрос ответить, знаете. Я уже месяц здесь нахожусь, и я до сих пор не понимаю, где я прибиваю. И что здесь вообще происходит. Не могу вам сказать. Я ответ не могу дать. Каждый раз я, когда смотрю, что здесь происходит, мне плохо. Ощущение, как будто страна бесхозная. Хозяина в этой стране нету. Միամիս աստեղը ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Ես տպավորություն ոնց այս երկիրը անտեր է եւ տեղ չկա այս երկրում, տեղ չկա։ Հա, ասեմ, իդոք տեղ լինել էս վիճակը չի լինի։ Եվ ընդհանրապես այն վիճակում, որ մենք ապրում ենք հիմա Հայաստանում, դες բան չի լինի։ Երբ որ իշխանությունը ավարտի, շուտ թե ուշ ավարտելու է, չի հարատևելու, չգիտեմ։ Այն ժամանակ նոր կերևա ով էր թալանչին, ով ինչ ուներ, ինչով եկա եւ ինչ մնաց։ Բայց հիմիկ մարդկանց դատապարտում են, որ ամբողջ կյանքներն աշխատել են, ներեն դրել, ստեղծել են միլիարդեր, 37 թիվն է գալի, կուլակաթափ են անում, ինչի նման է, չի նայվում էլի։ Այն 2-3 ծատտվողներին հա թալանենք, կարողա մեկը վիրավորված է, մեկը չգիտեմ ինչ է, բայց այդպես չէ էլի, մարդիկ աշխատատեղեր։ Հիմա կոնկրետ աշխատատեղեր են փակվում, որը որ իրար հետ հարաբերություններ են լուծում, բայց արանքով մարդիկ են տուժում, չէ։ Հազարավոր մարդիկ մնում են անգոտ։ Անշուշտ։ Լավ, հիմա հասնենք ամենակարևորին։ Կարո Չալիկյան։ Այս միջոցառումը տեղի ունեցել Կոմիտասի տուն թանգարանում, ինչպես լսեցիք, հայտարարեցին Կարո Չալիկյան ու Դալի Չեղոտկիական։ Հրաշալի աշխատանքի համար եւ նշել, որ առաջին անգամ փաստորեն պարոն Չալիկյանի շնորհիվ հրատարակվում են մեր ժողովրդական երաժշտության կարևոր ճյուղերից մեկը անձրևաբերության ավանդական երգերը եւ նշեմ նաեւ, որ ես շնորհավորում եմ Դա անձրևաբերության մենք նույնիսկ իսական երկեր ենք ունեցել։ Ասենք, բայց ամենակարևորը դեռ աղջիկն է։ Պարոն Չալիկյանին, որ սա ձեր առաջին գիրքն է, որը դրվում է շրջանառության մեջ, եւ կարծում եմ, որ սա ճանապարհ կբացի ձեր հարուստ ժառանգության հետագա հատորների հրատարակության համար։
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու դոցենտ, այսօրվա մեր երաժշտական ֆոլկլորագիտության առաջատարներից մեկին, Մարիաննա Տիգրանյանին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս գիրքը, որովհետև մի բան է պարոն Չալիկյանը այդ մեծ աշխատանքը արել է, մեկ այլ բան է, որ գտնվեն մարդիկ, որ կարողանան գնահատել կատարած աշխատանքը։ Ինչով է կարևոր այս գիրքը, այս գրքից ես եմ ունեմ։ Ես այս գրքի մասին կարճ խոսացել եմ, բայց այս պրեզենտացիան շատ կարևոր է, որովհետև սա ինչ է բացում մեր համար, ինքնաարժևորման և ինքնաճանաչման մի ահռելի պերսպեկտիվա, ահռելի ուղղակի, սենց այս մասին ուզում Արթուր Արմենը ինքը ասի, լավ ասած։ Խոսքը տալիս ենք հայագետ, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ Արթուր Արմինին։ Հավանաբար պատահականություն չի, որ Կարո Չալիկյանի այս գիրքը, գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում։ Կոմիտասին ես միշտ եմ համարել հայ հնագույն երգի քրմապետը, որ հավաքեց գյուղից գյուղ դեգերելով հավաքեց 3000-ից ավելի երգեր, կանոնավորեց, դրանց տեսաբանությունը ներկայացրեց, հայերեն լեզվի անկախտելի մաս կազմող երգ ազգագրական, այդպես ներկայացրեց, և հավանաբար պատահական չի, որ ամեն սերունդ, ինչպես Աննա Ասատերյանը այստեղ նշեց, ունի իր նվիրյալը, որը շարունակում է ազգային քաղաքական այդ մեծ գործը։ Շատ մեծ քաղաքական խնդիր է մշակույթը և արվեստը, որ պահպանում է, հիշեցնում է ազգային ինքնությունը։ Եվ հանձինս մեր օրերի, մեր սերունդի, մենք ունենք Կարո Չալիկյանին, որ այդ նույն առաքելությունը անելով գյուղից գյուղ 1969-ից մինչև 81 թվականը հավաքագրել է 8000-ից ավելի ազգագրական երգեր։ Կարո Չալիկյան Կերսում եք 69-ից մինչև 81 թիվ անել են ինչ-որ ժամանակին Կոմիտասն է արել։ Կոմիտասը հավաքել է 3000, որից 1500-ն է փրկվել։ Կարո Չալիկյանը այդ 69-81 12 տարվա մեջ հավաքել է 8000 երգ։ Մնացին շարունակությունը շշմելի է։ Կարո Չալիկյանի հետ իմ ծանոթությունը նույնպես շատ միստիկ բնույթ ուներ։ Ես ուղղակի մի քիչ առաջանցնեմ, ասելով, որ Կոմիտասից հետո, Կոմիտասից ցեղասպանությունից հետո, երբ որ Հայաստանը էին տեղափոխվում գաղթականները, այդ երգերը, այդ պարերը իր հետ բերեց նաև Հայրիկ Մուրադյանը և տարածեց բառացի բերանացի Հայրիկ Մուրադյանը, հետո Վարո Մուրադյանը աղջիկը, հետո ստեղծվեց լավլակուն ազգագրական խումբը, ինչ հիմա կարծեմ կարգողությունը։ Ու տենց սերնդեսերունդ հետո այդ պարերը ոնց որ վերցրեց
սկսեց փոխանցել Գագիկ Գինոսյանը, Գինոսյանից հետո այդ գործերը անող կա, հասկանում եք, որ ամեն մի էտապ ստեղծում է իր կոմիտասը պատմական։ Այսօրվա մեր կոմիտասը դեռ որ մեր հետ է, դա Կարո Չալիկյանն է, որ ստեղծել է այս աշխատությունը, որի այս աշխատության մեջ մեծ դեր ունի, հեսա կասեմ ինչի, Արտուր Ալմինը եւ Մարիաննա Տիգրանյանը երաժշտագետ։ Հիմա լսենք իրենք ինչ են արել այս գրքի մեջ, որը այսքան կարևոր է, որ ես խոսայի դրա մասին։ Մերի դրան առեղծվածը գիտական ֆիլմի համար ինքը երգի։ Ինձ ասացին շատ դժվար ու բարդ մարդ է, այնց որ հույս չունենաս։ Ասացի շատ բարի։ Մի խոսքով, քանդակագործ Վիգեն Ավետիս ասաց ոնց թե իմ լավ բարեկամն է, գնացինք իրենց տուն։ Բառացիորեն մի քանի րոպե հետո բանից պարզվեց, որ ես ու Կարոն իրար հետ ոչ թե ծանոթ ենք, այլ բարեկամ ենք մի քանի հազար տարի է։ Ֆանտաստիկ ձևակերպում։ Երկու մեծություն հանդիպում են, որոնք իրար չեն ճանաչել, պարզվում է, իրանք իրար բարեկամ են արդեն մի քանի հազար տարի, որովհետև երկուսի արմատները սկսվում են այնտեղից։ Դուք հասկանում եք, հայեր ջան, մենք իրար, այս արժեքները սկիսողները, իրար բարեկամ ենք արդեն մի քանի հազար տարի է։ Ընդամենը առիթ չի եղել, որ մենք իրար հետ հանդիպենք, անձնապես, բայց եթե մենք այս արժեքները կրողնենք, մենք արդեն մի քանի հազար տարի է բարեկամ ենք, եւ դա պարզելու համար պետք է ընդամենը մի բան, այդ հանդիպել երկու բառ խոսալ։ Սա ֆանտաստիկ ձևակերպում էր։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ ազգայինի վիբրացիոն համակարգի նույն դաշտի մեջ գտնվելով միանգամից այդ եւ նույն ուղղությամբ նայելու, հա, այդ հանգամանքը մեզ միացրեց եւ առանց որևէ պրոբլեմների, դժվարությունների Կարոն եկավ եւ ձայնագրվեց այդ ֆիլմի համար եւ ֆիլմը ստացվեց ու ստացվեց նաեւ Կարոյի կատարմամբ այդ ֆիլմի ընթացքում հնչող երաժշտության պատճառով նաեւ ինքը ստացվեց եւ ունեցավ իր որոշակի հաղթարշավը, շատ սիրվեց մեր ժողովրդի կողմից։ Երկրորդ բանը, որ Կարոն ինձ նվիրել է, Այսա է կարևոր լսել։ Գիտեք ինչ, ես ազգագրական երգի հայրս երաժիշտ է եղել, ոնց որ վաղուց եմ սիրել, սակայն երբեք երգը լսելուց, ինչպես դուք բոլորը, այդպես սևեռված ուշադրություն չես դարձնում բառերի վրա։ Եվ երբ որ Կարոն ինձ ասեց, գիտեք ինչ, գիրք եմ ուզում այս հավաքածուն եւ մի 2-3 էջանի նախաբան կգրես, ասի մեծ սիրով Կարո ջան, բայց ես նոտա չեմ ճանաչում, ես ոնց կգրեմ, ես չեմ կարող, ասես տառերն է չես ճանաչում, ասի չէ տառերը ճանաչում, ասես ki դու պետք է գրես, այ քեզ։ Ու այդ վաղտ երբ որ Վիգեն Ավետիսն ինքը զրուցում էին, ես աթոռակը հետ քաշելով հենց իր տված մատյանը սկսեցի բացել։ Ու առաջինը կարդացի ցլիկի մասին, ելե ճոխ տվե դեմ արեգական։ Հիմա պատկերացրեք իմ ամբողջ զարմանքն ու ասեմ ոնց կարող է չի կարող պատահի, նորից եմ կարդում, ասում լավ, երևի պատահական է։ Եվ միանգամից այս դավթարը շրջում եմ կեսով չափ, որ մի ուրիշ երգ։ Հանդիպում եմ, ուրեմն ղուշը թռավ, ղուշը վերևով անցավ երգին, որը աշնանացանի մասին է, եւ էլի մեկ երգի մեջ 8-9 աստղագիտական հնաստղագիտության հետ կապված բաղադրիչ կա եւ 2 օրինաչափություն։ Այսինքն հնարավոր չէ, որ ինչ-որ բան այդպես չլինի։ Ուրեմն դեռևս 1950 թվականից հյուսային միջագետքում, որ այն ժամանակ
Ուրարտուի տարածք էր կոչվում, հայտնաբերվել է Մուլափինի մի քանի 100-ի հասնող տեքստեր, աստղագիտական տեքստեր են, որոնք տոմարագիտություն են, մեթոդիկա, ինչպես ժամանակը չափել եւ այլ։ Եկեք հստակ ասենք, որ հնագույն աստղագիտությունը դա ժամանակը չափելու մեթոդ էր։ Ամբողջ տիեզերքը գիշերային պաստառը բաժանել են 12 մասի, հին գիտունները, յուրաքանչյուրը 30 աշճան, ընդհանուրը 360 աշճան եւ ստեղծել են սխեմատիկ աստղատներով, որոնք իրենց աստվածներն են, այդ աստղատները սխեմատիկ օրացույցներ, որոնց հիման վրա քաղաքացիական օրացույցներ եւ այլ։ Եվ ես երկար տասնամյակներ դրա մեջ խորացած ուսումնասիրել եմ, բացի այդ։ Ուրեմն գոյություն ունեն աշխարհահռչակ մաթեմատիկոս աստղագետներ, ամերիկյան MTI համալսարանի, Վիեննայի համալսարանի մաթեմատիկոս աստղագետներ, ընդ որում այդ թվում նաեւ Բրադլի Շեյֆերը, որը Նոբելյան մրցանակի դափնեկիր է ֆիզիկայի եւ աստղագիտության գծով, որոնք Մուլափինի տեքստերը վերջի 60-70 տարվա ընթացքում մանրազնին ուսումնասիրելով արդեն մենք գիտենք, թե որ աստղը որն է։ Սակայն ասեմ ձեզ, որ մենք մի քիչ իրանցից առաջ ենք, որովհետեւ մենք ապրող ժողովուրդ ենք ու այդ ամեն ինչը մեր սեփականությունն է, քանի որ նույնը Մեհերի դրան արձանագրության մեջ է, այդ նույն օրինաչափությունները եւ հերթագայության շարքը, բացի այդ մեր էպոսը, հեքիաթները, ինչպես նաեւ Կարոյի հավաքագրած այս երգերը, այդ օրինաչափությունների հիմքով աշխատում են։ Այսինքն այն ինչ որ անցած տարի կեսերից հայտնաբերվել, ապացուցվել է տարբեր մակարդակների վրա, այդ ամեն ինչը գրված է եւ Մեհերի դրան վրա, եւ այս գրքի երգերի տեքստերի մեջ կա։ Երգի տեքստերի մեջ այդ ամբողջ հավասարումները, այդ բացատրությունը երգի տեքստերի մեջ, որ միջև հիմա կարդացել են, երգել են, ասել են սրանք անկապ բառերի շարանը։ Մեր հեթանոսական երգերը մեզ գիտական տվյալներ են փոխանցել, որոնք ապացուցվել է, ասենք, անցած դարվա 50-ականներին։ Հիմա ուրեմն այս ժողովածուի հետ կապված երկու կարևոր բան ասեմ։ Նախ ես Մարիանայից տեղեկացա, որ նույնիսկ ակադեմիական հրատարակություններում 60,000 իրենք արխիվ ունեն։ Գրանցված է, որ մի քանի հազարից ավել երգեր բառերը իմաստ չունեն։ Չեն հասկացել այդ աստղագիտական բանաձևերը։ Եվ այդ մի քանի հազար երգերը գրանցված է, որ այս երգի բառերը սա է, բայց սրանք իմաստ չունեն, չեն հասկացել։ Միջև այսօր, միջև այս գրքի հրապարակվելը, չեն իմացել այդ բառերի իմաստը։ Էդ էլ ոնց է բացահայտվել, շատ պատահական, իրեն ասել են մի հատ նախաբան գրի Արթուր Արմենին, բացել է տեքստը, կարդացել է, ոնց է։ Սա երգի բառ չէ, սա աստղագիտական հավասարում է։ Նույնը կարելի է ասել, այս ելեջող տվե դեմ արեգականի մասին։ Բառերը ընդհանրապես իմաստ չունեն, ինչպես է հորից մորից խռոված ցլիկը, առավոտ շուտ ճոխ տվե դեպի արեգակը, դեմքով նայում է աղբյուրի ականը, որը տերունական է, եւ ձկանը, այդ ընթացքում ասում է ես, այսինքն մաչկալը գութանով վար է անում, կաքավիկը, մի տարբերակում կարգավիկն է, մի տարբերակում արծիվն է։ Այս նույն բառերով կասկածը երբ փարատվեց, երբ որ Մարիանան պեղեց եւ գտավ, որ Կոմիտասը 120 տարի առաջ մի քիչ ուրիշ մեղեդիով, բայց այդ տողերը իր հավաքագրածի մեջ էլ կա։ Աստորեն Կոմիտասը իր հերթին է գտել այդ երգերը, հավաքագրել այդ երգերը, որը նույն տեքստերը, նույն բանաձևերը կա։ Կարո Չալիկյանը իր հերթին է գտել։ Եվ որոշել է ամփոփի այս գրքի մեջ, չիմանալով հանդերձ ինչ է գտել։ Բայց տվել են Արթուր Արմենին, ասում են, հիմա գրել ես գրքի մասին, ինքն ասում է, այ աղբյուր ջան, ինչ գրեմ, դու չես հասկանում երևի սա ինչ է։ Սա հայագիտություն, սա երաժշտություն չի, սա հայագիտություն է,
աշխարհագիտությունը, աստղագիտությունը, սա մի ամբողջ պատմությունը, մի ամբողջ էպոխայի, սա ցիվիլիզացիայի պատմությունն է, սա երկ չի եղբայր։ Ու այդ ցիվիլիզացիան, դա մեր պատմությունը մենք ենք սրա կրողը։ Նաև Հարիկ Մուրադյանի ուրիշ մեղեդիով։ Պաստորեն նայում է ձկանը եւ կակավիկը գալիս է ծորենը կողանում, տալիս է ձկանը։ Այդ բան հասկացաք։ Խնդրեմ։ Ուրեմն պաստորեն եթե աշկիտ առաջ ունես երկնքի պաստառը, այս երկերի տողերը լիովին իմաստավորվում են։ Եվ դա ցույց է տալիս գարանային գիշերավասարը, մյուս երկը ցույց է տալիս աշնանային գիշերավասարը։ Եվ փաստորեն այս 46 երկերի մեջ մոտավորապես 9 երկի մեջ այնքան շատ են յուրաքանչյուրի մեջ, այնքան շատ են աստղագիտական, ուրեմն բաղադրիչները եւ օրինաչափությունները հն աստղագիտական, որ կարող ենք որոշել այդ երկերի գոնը տեքստերի ժամանակագրությունը։ Սա մի մաս, մյուս մասը Կարո Չալիկյանի այս հավաքածուում, ինչպես նաև Կոմիտասի եւ մյուս մեր նվիրալների հավաքած ժողովածուներում բազմաթիվ շատ են էպիտետները, որոնց ուշադրություն չի դարձվել։ Հիմա, եթե ասում է Արամազդի աղեղնակ, դա նշանակում է, որ Անահիտ Աստվածուհուն է վերաբերվում, որը Ուրարտական պանթեոնում կոչվում է Բաբա, մեծ լեռան տիրուհի, իսկ միջագետքում կոչվել է Անունիտ, իր հին անունը։ Ես էկրանավորմամբ Մարիանա ջան, մի անհանգստացի, երկից հետո այդ երկու երկը առանձին եմ ցույց տալու էկրանով, գծագրով, աստեղատներով։ Հիմա ամբողջ հարցն նրա մեջ է, երբ որ ասում է լոքով վիշապ, դու աղջիկ ես, պակ մի տուր տեսնեմ ով ես, այստեղ մենք գործ ունենք աստվածության հետ, որից անձրև է խնդրում գյուղացին, եւ գիտեք այդ երկերի մեջ այդ հնագույն հեթանոսական աշխարհաճանաչողությունը, որ աստվածների հետ կարա անմիջական շփումով խոսի, երկով հետ խոսի, խնդրի, այս անմիջականությունը զարմանալի է եւ դա հնարավոր է նմանատիպ երկեր ստեղծել միայն այն դեպքում, երբ որ դու դրան հավատում ես, այդ աշխարհաճանաչողությունը ունես, դա բնապաշտական, ուրեմն պանթեիզմի հիմքով է, այդ մտածողության շնորհիվ է, որ նման երկեր են ստեղծվում։ Հայ մարդը, հայ գյուղացին, Աստծո հետ ուղիղ է խոսացել։ Իրա այդ հայ մարդը բնապաշտ է եղել։ Բնապաշտ, ինքը ուղիղ խոսացել է իր աստղերի հետ, ուղիղ իջել է, անցամալ իմացել է ինչա կատարվում, դա խնդրել է ոդեսի գնա նրան համբույրին դերից ան, ասես այս աստղը մոտենան դա, ոդեսը անձրևը գա իր համար։ Խոյս ասկը, այսօր Փաշինեն Նիկոլումն իր գլխին։ Նա հասկացաք ես ինչի է այդքան կարևոր այս վերջնահատվածը մեր համար։ Փաստորեն հանձինս այս ժողովածուի մենք մեջ գտնվող մեծամասնությունն է այդ երկերի հնագույն ժամանակներից է գալիս ու խորքերից է գալիս։ Բայց մենք ադասի վկայական չունենք։ Ահա թե ինչու նաև շնորհակալ եմ Կարո Չալիկյանին, որ հանձինս այս ժողովածուի ես սկսեցի ճանաչել հայ երկի, ազգային երկի բունեությունը բառերից։ Եվ ամենակարևորն եմ ուզում ասել, որ հայագիտությունը առ այսօր ուշադրություն չի դարձրել ազգագրական երկերին, որպես աղբյուրագիտություն։ Մտածել է, որ երկ է էլի, բայց հասկանում չեն հասկացել, հայագիտության համար սա նոր շտեմարան է, որ դուք ամեն ինչը չեն դարձել, դա լավ երգ է, տեքստը չենք հասկանում, երևի տենց բերանացի փոխել է երևի մեկը, անկապ տեսքել 1500 երգից ավել համարել են անիմաստ տեքստ։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ շտեմարան է հայագիտության համար։ Դա անիմաստ չի, եղբայր ջան, դա աստղագիտության տիեզերքի կառուցվածքի մասին է։ Դա ծիսական երգեր է,
ծիսական, որը ամեն ինչը գիտականորեն հիմնված է եղել, հեսա ցույց կտա ըստ ժամանակագրության ամեն մի երգը երբ է եղել հնարավոր երգեր, այդ երգերը առնվազն 5000 տարվա պատմությունն են, 5000 տարի առաջ մարդը այս բառերով, այս տեքստերն է երգել, որ միտեղ անձրև գա, միտեղ չգիտեմ, արևը բացվի, հակառակը այն ինչ որ ազգագրական երգերում է պահպանվել, ոչ էպոսով է եկել մեզ, ոչ հայկական հեքիաթներով, ոչ է տաղերով, երգերով եկել է, փաստորեն երգը այն միջոցն է եղել, որը ավելի քիչ է ճնշվել, ժամանակի բռնադատումներին ենթարկվել, կրոնահավատամքային հետապնդումներով արգելվել եւ իր մեջ պարունակել է ահռելի ինֆորմացիա։ Օրինակ երգերից մեկում չի գրած, որ դա աստղիկ Վեներա մոլորակը ներկայացնող աստղիկ աստվածու մասին է, բայց բառացիորեն ասում է քո թիվը 15 է։ Դու երկնային մայրն ես, 12 շուն, իսկ դու գիշերը քուն լուսուն արթուն։ Մենակ Վեներա մոլորակն է, որ առավոտյան ծագող մոլորակ է, գիշերը չես տեսնում։ Եվ ասում եմ, դու պատտվում ես դրանց շուրջը։ Կենտրոնում էլ Բագինն է դրած, Բագրևանու Բագին, այսինքն Բագրևանի հնագույն հայկական այդ հեթանոսական քաղաքի, որտեղ բոլոր տաճարներն էին, հա, կառուցված, այսպես ասած, ընդերի հետ կապված երգ է։ Եկե հասել է մեզ։ Ես իմ ուզում եմ կատարում, որովհետև կոնկրետ երգ եւ կոնկրետ բացատրությունը, սա շատ կարևոր է։ Հա, էկրանի վրա կոնկրետ երգի տեքստն է բացատրվում, ոնց է դա երգվել եւ ինչ է դա նշանակում։ Երգում է Մավար Մկրտչյանը, հոյակապ կատարում է, ու լսեք ինչ երգ է։ Մերոնք ինչ են երգել, ասենք 5000 տարի առաջ։ Լսեք մի հատ։ Ես Մավարին լսում եք, գիտեք ինչ է կավական աչքիս առաջ, այն տեսարանը, երբ որ Կոմիտասը այս երգերը ներկայացնում էր Բերլինում, Փարիզում, կոնֆերանսների ժամանակ, եւ այդպես կոնֆերանսներից մեկի ժամանակ համեստ շվիով է նվագել եւ երգել է լավ։ Եվ այնտեղ է լինում Դեբյուսին։ Ու պատմությունը գրում է դա մասին, որ դուրս է գալիս զարմացած նայում այդ նիհար հոգևորականի սև շորով կանգնած երիտասարդի, օնալվում է, սմպես, այ հրաշք, ես դու ով ես, որտեղից ես, այս երգն ու երաժշտությունը տիեզերական, որ ոչ մի չափի մեջ, ոչ մի չափ բանի մեջ, չափման ձևի մեջ չի մտնում, սա ուրիշ տեղից է, այդ 4-րդ, 3-րդ պայմանական այս ակորդների հաջորդականությունը եվրոպական ստանդարտների մեջ չի մտնում, ինքը ուրիշ մոլորակից է, ով ես դու բալամ, այս երգը որ լսեցի, սենց ասում եմ, հիմա հասկանում եմ Դեբյուսիի ծնոտը չէր կախվե, ինչի պետքա գար խոնարհվեր Կոմիտասի առաջ, Դեբյուսի էլ մտածա Դեբյուսի, այս դիմացը կանգնած էր 5000 տարվա հնություն բերած մեկը, որը չի տեղավորվում այսօրվա չափանիշների մեջ, ինքը տիեզերական է, տիեզերական, ինքը նույնիսկ բաղ չի, ինքը այն կողմը, բաղից վերև է,
այս երաժշտությունը լսեք, սա չի ճանաչում սահմաններ, սա չի ճանաչում ռամկաներ, հա։ Սա ուրիշ բանի մասին է։ Սա մեր մասին է։ Ուղղակի մի հատ նայեք, տեսեք մեկն եք ասում։ Դրա համար է ասում, այսօրվա այս հաղորդումը նայելուց հետո էս, որ հիմա դուք նայում եք։ Ես հասկացա, որ մեր կռիվը ուրիշ տեղ է եւ ուրիշ ձևով պետք է շարունակել։ Ասենք շարունակություն։ Հələ Դեբյուսին բարերը չգիտեր, բարերը չեր հասկանում, նա մենակ երաժշտության մասին է խոսել, բա որ կոնցեպցիան իմանալ այդ բարերն ինչի մասին է, խելագարվեին այն ժամանակ։ Ես վստահ եմ ոչ բաններ չի իմացել, կոմիտասներ չի իմացել, կոնցեպցիան ինքը ուղղակի երգը եղել ֆանտաստիկ, բայց ինչի մասին է, բնականաբար կոմիտաս աստղագիտական այդ երգերը, այդ տեքստերը գիտելիքները չէր կարող ունենալ, որ բացատրել, այ եղբայր, սա մի տիեզերական երևույթների մասին է։ Ներկայացել է ուղղակի իր ժողովրդի երգ, որ ինքը ժառանգություն է ստացել, որը ֆենոմենալ է, բա որ տեքստերն իմանայի։ Ֆանտաստիկ կատարել, Մավերջյան, շնորհակալ եմ եղբայր։ Հիմա լսենք սրա բացատրությունը շատ կարևոր։ Աստղագիտական բացատրությունը նայեք։ Ուշը վերևում անցավ։ Սա քանի որ միանգամից երկնքի եւ արևելյան մասի եւ արևմտյան մասին պետք է նայենք, ես երկու նկար եմ դրել, մեկը հիմա արևմուտքն ենք նայում։ Ոչ արևելքից պտտվելով գալիս է արևմուտք, կանգնում է գյուղի գլխին։ Այդ ժամանակ մենք տեսնում ենք նրա հետևում, վերևում Մաչկալին եւ Արորը, երկու աստեղատները, որ գործ անում, Աշնանացյանի մասին է խոսքը, քանի որ Ծիծեռնակ աստեղատունը դուրս է գալիս Աշնանային գիշերավասարին, այն ժամանակ դուրս է եկել սեպտեմբեր 23-24-ին։ Հիմա, երբ որ դեմքով շուր ենք գալիս դեպի արևելք, երկու կարևոր բան է ասում է այդ ժամանակ թագավորներ նստան թախտին, երբ որ Ծիծեռնակը արդեն արևմուտքում հորիզոնից ցած է սա, թագավորները նստան թախտին, դե հասկացի ինչ էր երգում, ինքը լրիվ ուրիշ բանի մասին է երգը։ Արևելքում թագավորները նստում են թախտին, ուրեմն մուլ ափինի մեջ կա նստած աստվածներ, X շումերական տեքստում, ընդ որում մուլ ափինի առաջի տեքստում էլ կա, որ այդ նստած աստվածները կոչվում են նաև նստած թագավորներ։ Դրանք այսօրվա կույս համաստեղությունից ներքև գտնվող M աստղերի խումբն է։ Տեսեք, ես կներեք նկարչության համար պրոֆեսիոնալ նկարիչ եմ, ինչ նկար ձեռուց ասել դրել եմ, նստած թագավորները M virgins, sitting gods։
Եվ եղեգնիկն է բարձանում, այսինքն արևմուտքում իջնում է ծիծեռնակը, արևելքում բարձանում են նստած թագավորները, հորիզոնից վեր են բարձանում, եւ եղեգնիկը վելլա աստեղատունը, եղեգնիկ աստեղատունը։ Այստեղ մենք ունենք նույնպես 8-9 բաղադրիչներ եւ երկու օրինաչափություններ։ Ծագող մայր մտնող, ինչպես նաեւ բարձրացող։ Այն առաջի երկում նաեւ հորիզոն միջօրյականի հետ կապված Ժողովուրդ, ես չեմ ուզում ձեր համբերությունը չարաշեմ, այս ամբողջ հաղորդումը դուք կարող եք նայել այս վերնագրով Կալո Չալիկյան, Ջուդ եւ Քայլ գրքի շնորհանդես։ Տեք, որ ես տեսա ինչքան մարդատիտել էսի է, ընդամենը 38 հոգի, 6 օրվա մեջ 38 հոգի։ Ես համար որոշեցի, ես մանրամասն պետք է նայեմ, սա անդրադառնամ, որ վաղ ես 38 հոգին օրիգինալը գոնենային մի քանի տասնյակ հազար մարդ, էլ չեմ ասում, այս հաղորդումը ինչքան կարևոր է, թեկուզ իմ կտրտացնելով, իմ մեկնաբանությունով, որ սա պարտադիր պետք է լինի դիտելու համար, պարտադիր մի քանի միլիոն հայի համար, սա ինքնաճանաչում է, սա ինքնության բացահայտման նոր սահմաններ է բացում մեր համար, ընդ որում, մենք չգիտենք, այս գիրքը դեռ քանի գրքեր պիտի դառնա, սա մի շտեմարան է, որտեղից դեռ դիսերտացիաներ, դոկտորականներ պետք է գրվեն, նոր հայտնագործություններ գա, նոր սահմաններ պետք է բացեն, որտեղ այս երկի տեքստերը, ստեղ ընդամենը 40 քանիսն է, Կալո Չալիկյանը հավաքել ատենց 8000, որից 1500-ը այս որակի մեջ են, չեն հասկացել մարդիկ ինչի համար է, կենցաղային չի, աստղագիտական է, 1500-ը բնորոշվել է որպես չհասկացվող տեքստեր, այդ չհասկացվող տեքստերից ընդամենը 40 քանիսն է, հասկանում եք ինչ է բացվել հայագիտության համար, ու մենք այսօր ինչ խնդիրներ ունենք, մենք այսօր ազգապահպանության խնդիր ունենք, մինչդեռ սա պետք է լիներ այսօր պետության թիվ 1 օրակարգը, քանդել, բացել այդ շտեմարանները, բացել, ոնց որ Հայաստանի, ոնց որ Երևանի համար Էրեբունու թանգարանի բացումը, որ բացեցին միամիտ գտան այդ քարը, սեպագիր արձանագրությունը, որ բացահայտեց, որ Մենուան Արգիշտի որդին թե հակառակ Արգիշտի գործի Մենուան արդեն էական չի, կներեք հիմա հոգնած եմ ես բարեդան, էական չի նույնիսկ դա, սեպագիր արձանագրություն Երևանի տարիքի մասին, ու մեկ էլ Էրեբունի ամրոցը, կամ Կարմիր բլուրը, որ բացահայտեցին, հասկացան չի կարելի բացել, փակենք, որտեղ բացենք քանդվի բաց երկրի տաքսա, թող մի օր այնքան զարգանա գիտությունը, որ դա իրական արժեքը կարողանա գնահատի։ Հիմա ասես մի հատ Էրեբունի թանգարանա, մի հատ սեպագիր արձանագրությունը բացվել, որ մարդիկ իմացել են երևի խզբզած կարա, գցել են մի կողմ, բայց բացվում է դա Երևանի ստեղծման պատմությունն է։ Ժողովուրդ ջան, այս տեսանյութը պետք է նայեն մի քանի միլիոն հայ։ Այս վերջի մասը իմ այս առանձնացնելու եմ եւս առանձին դնեմ, ոչ թե սա մի ամբողջ հաղորդման մեջ կլինի, նաև առանձին կլինի, հենց այս մասը մենակ, որ ավելի քաղաքական է, քան ցանկացած բան, որ ինձ ստիպում է վերադառնալ մարտական դիրք եւ շարունակել եմ ինչ որ արել եմ ես, որովհետեւ Կալո Չալիկյան ունենք, Մարիաննա Տիգրանյան ունենք, Արտուր Արմին ունենք, առաջնագիծում կռվող ու սենց մեզ, ինչ ասեմ, սենց էներգիա, սենց մոտիվացիա ապրելու, ստեղծագործելու եւ կռվելու համար։ Հիմա հստակ նպատակ կա արդեն։ Շատ ավելին է, քան ընդամենը մի հատ ընտրություն հաղթել կամ չհաղթել։ Դամար կարծում եմ հասկացաք արդեն, սա խնդրանք չի, սա պահանջ է։ Հասցնել ես տեսանյութը, բոլորի դուր ասես, ծեծել, նստացնել, հեռուստացույցի դեմ ասել, լսի իմ հայրենակից, եւ կարող բացահայտենք, որ մենք իրար հետ բարեկամ ենք արդեն մի քանի հազար տարի։
Եվ վստահ եղեք, ով էս արժեքի շուրջը ինքը ասել է ճիշտ է եղբայր կամ քույրիկ։ Դե, իգործ, նա մնացեք։